Մենք ժամաներ ենք անում աղջիկների հետ, քո ստարտափները բոլորը քննելու մասն է։ Քնելու եւ արթնանալու։ Քննելու եւ արթնանալու, հա։ Մարդ կար, որ 50,000 հոգի մարդեր արթնացրել։ Հիշում եմ մամաս գնում էր մկնիկ բռնելու դասերի։ Անքնության պատճառները որոնք են լինում։ Դրանից ունեն 1 միլիարդ մարդ, բայց 80%-ը ախտորոշված չի։ Դու ծնվել ես Սպիտակում ու նաև տեսել ես երկրաշարժը։ Մենք ամեն ինչ խաղ ենք դարձնում ու այդ խաղը մեզ սովորացնում է կյանք։ Քո ազգանունը կապվում է Տարոն Աճեմօղլու ու Վարդան Աճեմյանի հետ։ Ձեր էկոնոմիկայի 50%-ը էկոնոմիկայի մեջ չի մասնակցում, այդ կանայք են։ Մենք YC-ում ենք եղել, Սեմը միշտ մեզ դեռ պրինցիպներ էին սովորացնում ու OpenAI-ում ինքը սա հակառակ արեց։ Ընկերներով նստած եք ու դու ասում ես ես գնացի, որտեվ ես այս ժամին եմ քնում, աշխարհը փոխելու ամենապրակտիկ ու լավ ձևերից մեկն է։ Ողջույն, 10.5 Talks-ը կրթական ոդկաստ է կամ կրթազրույցների շարք։ Ինչպես 10.5 ակումբը 3 տարի շարունակ մեկ ֆիզիկական հարթակում միավորել է 130-ից ավել մարդկանց գիտելիքն ու փորձը, այնպես էլ 10.5 Talks կրթական ոդկասթը թվային հարթակում միավորում է այդ նույն մարդկանց գիտելիքն ու փորձը։ Մեզ կարող եք աջակցել երկու տարբերակով՝ անվճար եւ վճարովի։ Անվճար տարբերակով աջակցելու համար ընդհանրապես պետք է բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, սեղմել զանգակի կոճակը եւ հավանել մեր տեսանյութերը։ Դա իսկապես ազդում է ալգորիթմի տարածման վրա։ Իսկ ովքեր կուզեն մեզ հետ այս ճանապարհն անցնել ֆինանսական աջակցությամբ, ապա կարող եք միանալ ամսական բաժանորդագրությամբ Re-Armenia հարթակի մեր նախագծին։ Ի դեպ, բոլոր այն մարդիկ, ովքեր կմիանան ամսական բաժանորդագրությամբ, կստանան ամսական հաճելի անակնկալներ մեր ոդկասթի որոշ էպիզոդներից։ Շնորհակալություն։ Ողջույն, ես Լիլա Արամին եմ եւ այսօր իմ հյուրը երկու հաջողված ստարտափների հիմնադիր Թաթուլ Աճեմյանն է։ Ստարտափներ, որոնցում արդեն իսկ ներգրավվել են $7 միլիոն, $2.5 միլիոն եւ ստարտափներ, որոնք մարդկանց քնեցնում եւ արթնացնում են։ Թաթուլ ջան, ողջույն։ Ողջույն Լիլա ջան։ Ո՞նց ես։ Շատ լավ։ Սկսենք մեր ավանդական հարցով։ Ինչ ես անում սովորաբար առավոտյան 10:30-ին եւ որտեղ ես լինում։ 10:30 արդեն օֆիսում եմ լինում սովորաբար, բացի չորեքշաբթի օրերը, ուրեմն չորեքշաբթի օրերին փորձում եմ տնից աշխատել ու կարծես թիմն էլ է հետևում իմ այդ սովորույթին ու մի օր փորձում ենք տնից աշխատել ու փորձում եմ այդ ավելի ռազմավարական օր անել, տեսական ձևով պետք է համակարգիչը քիչ բացեմ, միտինգներ չունենամ եւ այլն, բայց իրականում տես չի ստացվում, բայց փորձում եմ ավելի ռազմավարական բաների մասին մտածել, որովհետեւ բացի ինձ ոչ մեկ դրա հնարավորությունը չունի ու եթե ես բաց թողեմ, ուրեմն այդ մեր բոլորս բաց թողումն է։ 10:30 աշխատանքային օրերին օֆիս, մի օր տանը, իսկ շաբաթ կիրակի երեխեքի հետ։ Իսկ չորեքշաբթին դիտմամբ եք ընտրել շաբաթը կիսելու տեսանկյունից, թե Հա, դուրս եկավ այդ միտքը, Ֆրանսիայից վերցրեցի, Ֆրանսիայում ուրեմն մինչև կարծեմ 6-րդ դասարան չորեքշաբթի չեն սովորում դպրոցում։ Հետաքրքիր բաներ ու սկսեցի հարցնել, ու հետո կարծես ինչ որ միտեղ էլի լսեցի այս միտքը, բայց ոնց որ այդ շաբաթվա մեջտեղը դուրս եկավ, որովհետև եթե դա դնում ես շաբաթվա վերջ, ուրեմն այն մտքերը, որ ծնվեցին, կարողա արդեն չփոխանցես թիմին, դրա վրա վերլուծություն։ Սովորաբար ինչ որ միտք որ ծնվում է, պետք է հաշվարկներ անես, վերլուծություն նայենք, թվերը տեսնենք ինչա կամ քննարկես։ Շաբաթվա սկիզբը շատ պլանավորման մասին միտինգներ կա, իսկ մեջտեղը շատ լավն է, որովհետև կիսում ես, փորձում ես մտածել ուրեմն կարևոր թեմաների շուրջ, որոնք կարևոր են, բայց շտապ չեն։ Այդ այն կվադրանտն է, որտեղ շատ քիչ ժամանակ ենք անցկացնում, բայց իրանք ամեն ինչի վրա ազդում են։ Ուրեմն փորձում եմ այդտեղ անցկացնել, որ այն մնացած 2 օրվա ընթացքում կարողանանք ինչ որ արդյունքի բերել այս մտքերը։ Ես չգիտեի, որ տենց մեթոդ կա, բայց քանի որ իմ նախագծերի վրա եմ հիմնականում աշխատում, չորեքշաբթի, հինգշաբթի միշտ դադարի օր եմ վերցնում, պայմանական դադարի հիմնական այդ ֆիքսված գործերից ու սկսում եմ հորինել կամ նոր բաներ մտածել, հաստատ այդ ինչ որ պրակտիկայում կա ու իրականում աշխատում է։ Հա, ինձ թվում է այդ
լավ միտք է պրոդուկտիվության համար, իսկ պրոդուկտիվությունը այսպես շաբաթվա սկզբին բարձր է, ոնց որ առավոտը բարձր է, հետո իջնում է, շաբաթվա սկզբին բարձր է, հետո իջնում է, իսկ ստեղ դու կիսում ես շաբաթը, մի հատ լրիվ թարմ ուղեղով նայում ես քո գործերին ու փորձում ես այդ մի հատ արտնասնես էլի ոնց որ քո պրոդուկտիվությունը ու ասել որ ասում եմ քո ուրեմն մնացած թիմն էլ քո հետևից գալիս է ինձ թվում է լավ մեթոդ է հա շատ լավ մեթոդ է արի սկսենք սպիտակից քանի որ դու ծնվել ես սպիտակում ու նաև տեսել ես երկրաշարժը ես սպիտակցի թաթուլն եմ նոր ասում էի որ ուրեմն մի ելույթի ժամանակ որ կարծես բոլորը այնտեղ Հայաստանից չէին ու հայկական մշակույթին ծանոթ չէին, ասում եմ կա մի հատ վատ երաժշտություն, կոչվում է ռաբիզ, ու ռաբիզի մեջ կան ուրեմն դեմքեր, մեկը թաթուլն է, մեկն էլ սպիտակցի է, ես ուրեմն դրանց կոմբինացիան եմ։ Ունեք նորարարական գաղափար կամ պատրաստի պրոդուկտ, որը կարող է դուրս գալ միջազգային շուկա։ TCF Armenian մեկնարկել է Innovate Armenia համահայկական մրցույթ, որին դիմելով կարող եք փորձարկել ձեր նորարարությունը միջազգային շուկայում, ստանալ նյութատեխնիկական աջակցություն, ձեր գաղափարը դարձնել պատրաստի պրոդուկտ, ձեռք բերել կապեր և հիմնել իրական բիզնես։ Դիմելու վերջնաժամկետը դեկտեմբերի 26, մանրամասներ ընկերության կայքում կամ Facebook-յան, LinkedIn-յան և Instagram-յան էջերում։ Քեզ կարող ենք պայմանական սպիտակցի թաթուլ ասել։ Հենց այդպես։ Փոխել այդ բնկատումը, Factually true։ Այ ինչ ես հիշում սպիտակից քո մանկության տարիներին ու հատկապես երկրաշարժից։ Հետաքրքիր հարց է, որովհետև ինձ թվում է շատ մարդկանց մոտ երբ որ տենց վատ բան է լինում կյանքում, ուրեմն մեխանիզմ կա, որ հիշողությունը ջնջվում է, իմ մոտ տենց է եղել, ու մինչև երկրաշարժ ես համարյա հիշողություն չունեմ։ Ես եղել եմ 6 տարեկան երկրաշարժ ժամանակ, բայց արդեն գիտակից բան, բայց գրեթե բան չեմ հիշում մինչև երկրաշարժ։ Շատ քիչ տենց էպիզոդներ հիշում եմ, բայց մնացածը չկա, ու ինձ թվում է այդ ոնց որ պաշտպանելու ինչ որ մեխանիզմ է, հա։ Սպիտակից ինչ եմ հիշում եմ, որ երկրաշարժից հետո ուրեմն հասկանալի էր, որ ինչ որ վատ բան է եղել, բայց որպես երեխա մենք այդ ամեն ինչը խաղի պես էինք էլի ընդունում։ Հիշում եմ, որ ասֆալտը ճեղքված էր, ու այդ ասֆալտի վրայով խաղում էինք, ասում էինք ուրեմն այստեղ ճեղք կա, մենք վրայով թռնում էինք, ու կարող ասենք մի կես մետր անց ճեղք լիներ, կամ մեր համար շատ մեծ էր երևում, երևի փոքր էր, բայց ինչ որ ճեղքի վրայով թռնում էինք, հավես էր, հետո ինչ որ օգնություն էին բերել բաներ, գիտես այն կոսմոնավտների համար տյուբիկով որ քաղցր կաթի նման բան է, չէ՞։ Այդ բանը ուրեմն աշխարհի ամենալավ բանն էր։ Այնքան սիրում էինք, որ սպասում էինք, որ դրանից կարողա էլի հայտնվի։ Այդպես բաներ եմ հիշում։ Ինձ թվում է մենք մեկ-մեկ որպես ծնող երեխեքին փորձում ենք պաշտպանել ինչ որ վատ experience-ներից, բայց փորձը ցույց է տալիս, որ երեխեքի վեճին չի, իրենք ամեն ինչի մեջ խաղ են տեսնում։ Անգամ այդ ճեղքերի մեջ, չէ՞։ Հա, էլի։ Խաղ եք հորինել ինչ որ խնդրի վրա։ Հա։ Ու դա ձեր ուրախության մի մասն է եղել մանկության։ Տխուր մոմենտներ էլ ա եղել, բայց որ դու չես գիտակցում կյանքը ինչ է, կորուստը ինչ է, այդ մարդիկ քեզ պաշտպանում են, չեն պատմում ամեն ինչ եւ այլն, ինձ թվում է հետո ես գիտակցում, որ ինչ որ շատ վատ բան ա եղել։ Այդ ժամանակ ոնց որ մեր համար տենց բաներ էլի, խաղերի ժամանակներ ամենա։ Բայց դե գիտես մի հատ էլ շեղվեմ մի քիչ, եթե կարելի է քո հարցից։ Մի հատ էլ հետաքրքիր բան կա, շատ հետաքրքիր գիրք կա, կոչվում է The Cuddling of the American Mind։ Երկու մարդ են գրել, շատ հետաքրքիր TED Talk ունի, մեկը Jonathan Haidt եւ այլն։ Այդ գրքի մեջ ասում է Ամերիկայում կարծեմ 40 անգամ քչացել է այն ժամանակը, որոնք երեխեք անցկացնում են
կոչվում է unstructured unsupervised time unstructured-ը երբ որ խաղի օրենքներ չկա unsupervised որ մեծ չկա ուրեմն ժամանակն է որի մեջ էվոլյուցիայի ընթացքում ասենք միլիոնավոր տարիներ մենք անցկացրենք ամբողջ մեր մանկությունը փայտը դառնում է ձի դառնում է զենք դառնում է գրիչ ամինչ դառնում է չէ այդ unstructured մասն է unsupervised-ներ որ մարդ չկա կողքը սովորաբար դե մեծեր զբաղված են եղել ուտելի գտնելու հարցերում նաև մեր մանկության ժամանակ իսկ հիմա այդպես չի ու այս վերջի սերունդների կյանքը շատ փոխվել է եկել է structured ու supervised-ի մեջ շատ ժամանակ իսկ այն մեկը շատ քչացել է ու դա իրականում բերում է շատ վատ հետևանքների mental առողջության դիմադրողականության եւ այլն շատ վատ հետևանքների է բերում որը մենք պետք է մի քիչ ուղենք ու այս մեր սպիտակի հարցից ծնվեց այս շեղումը որ մենք ամեն ինչ խաղ ենք դարձնում ու այդ խաղը մեզ սովորացնում է կյանք բոլոր կենդանիներն էլ են այդպես հա խաղալով փոքրիկ կենդանիները խաղալով սովորում են պայքարել սովորում են ուրեմն ուտելիք հայթայթել եւ այն տարբեր բաներ սովորում են ու հետո ինչ որ մի իրի հանդեպ մի քանի հայացքի տակ էս վերաբերմունք ունենում նույն փայտիկը չէ որ ասեցիր ինքը դառնում է ձի այսինքն նույն բանին մենք տարբեր կերպարներ ենք վերագրում ու նաև ստեղծագործական ձիրքն է մեր բանանում ես հիշեցի փոքր ժամանակ ունեինք խողովակներ ինչ որ անհասկանալի բետոնից դուրս եկող 3 խողովակ էր 3 ընկերներով մեր բաներն էինք ձիերն էին իմ դեպքում շնաձուկեր որոնց նստում հեծնում էինք ինչ որ խաղալ էինք էլի հորինում դες ասենք երևակայությունը զարգացնող ինչքան հետաքրքիր բան է հետո կա երևակայությունը զարգացնելը ու կա մյուս մասը որ մենք խաղերի ժամանակ կռվում ենք հաշտվում ենք ուրեմն եւ այլն այդ մեխանիզմը պետք է գոյություն ունենա որ մենք հասկանանք որ այդ հնարավոր է այն մարդում հետ դու կռվել ես կարելի է հաշտվել կարելի է մի ուրիշ հարցում շատ ավելի հետաքրքիր ժամանակ անցկացնել ու դու սովորում ես այդ անել ու նաև ինքնավստահություն է ձեռք բերվում որ եթե ես ես հաղթահարել եմ մյուսը կհաղթահարեմ մյուս հաղթահարեմ մյուսը կհաղթահարեմ ու այդ ինձ թվում է շատ կարևոր սովորելու մեխանիզմ է որ մեր երեխեքը քիչ են ստանում նաև իմ երեխեքը հիմա որտեվ ժամանակը այնց է որ իրանք անդադ կամ դասեն կամ ինչ որ բանին կամ մեր հետ են ուրեմն դրսի ժամանակը շատ քչացել է որը պետք է ինչ որ մի ձև փորձենք շտկենք էլի հա ճիշտ է խաղը իրոք շատ կարևոր բան է ես հիշում եմ քո LinkedIn-յան էջում նշել էիր որ քո ամենալավ որոշումը կյանքի 1.5 տարեկանում է եղել երբ ծնողներից հետ խնդրել ես եղբայր ունենալ այ մի փոքր կպատմես քո եղբորդ ճանապարհը ոնց եք միասին սկսել աշխատել եղբայր լինելուց բացի ու ինչ եք ստեղծել հա ես միշտ կատակ եմ անում որ պատվիրեցի իրան ծնողներս ասացի որ ինձ եղբայր բերեք որ ես կարողանամ խաղամ մեկի հետ ու հետո որ ինքը ծնվեց ինձ տարել էին տեսնելու իրան ու ես շատ հիասթափված էի որտեղ ոչ կարար գնդակ բռներ ոչ կարար խոսալ հետս հետաքրքիր չէր բայց հետո որ մեծացավ մենք սկսեցինք շատ ժամանակ իրար հետ անցկացնել հիշում եմ որ մեկ լինում էր որ ամբողջ գիշեր նստում ենք խոսում էինք ուրեմն մեր սենյակում հիշում եմ մեկ մաման գալիս էր մեկ տեսնում էր գիշերը ուրեմն խաղում ենք այդ ժամանակ մեզ պատճում էր որ գալիս էր տեսնում էր մենք խոսում ենք շատ փափուկ ձևով ասում էր դե լավ մի քիչ էլ խոսացեք վերջացրեք բայց ցույլ էր տալիս որ մենք կարողանանք ասենք 8 ժամ դիբատներ ունենանք ինչ որ բաների շուրջ էլի ու մենք տենց իրար հետ մեծանալով իրար հետ սովորացնում էինք կյանք էլի ոնց որ էլի խաղի մի մասա ու շատ շուտ սկսեցինք բիզնեսով զբաղվել 16 ու 19 տարեկան հա ճիշտ եմ հիշում այո ես 19 էի հրաչ 16 նո նախ եւ առաջ պետք է ասեմ որ մեր papan էլ է շատ entrepreneurial ոնց կասես հայերեն
ձեռնարկող նախաձեռնող երևի նախաձեռնող հա շատ նախաձեռնող ու կրեատիվ մարդ հա ուրեմն ինձ թվում է այդ պատմությունները որ մենք լսել ենք որ ինքը 13 տարեկանում ինչ որ ֆերմայա ստեղծե եւ որ իրավունք չուներ այդ անելու բան այդ պատմությունները որ ես պատմեցի Գյումրիում չէ դրանով մեծանալով ոնց որ մենք միշտ պատկերացնում ենք որ ինչ որ բան կարանք անենք ու երբ որ 16 տարեկան էր Հրաչը, ես էլ 19, միտեղ գնացինք աշխատելու IT ընկերություններ, ունդեղ տենց մեկը կար, որ տնօրեն էր ու չգիտես ինչու մի օր եկավ վատ տրամադրությամբ ու Հրաչին ասեց քեզ գործից հանում եմ։ Ուղղակի այսպես առանց զգուշացնելու, առանց բան ասելու, ես գնացի ասեցի ինչ ես հանում, ինքը չկարեցավ բացատրի բան ասեցի դե որ հանում ես ես էլ եմ դուրս գալիս ու տես այդ մի րոպեվա ընթացքում կամ 5 րոպեվա ընթացքում ես Հրաչի դուրս եկանք ու այդ Հրաչն է հիշը ինքը շատ ես վատ հիշողություն ունեմ Հրաչը շատ ավելի վատ հիշողություն ունի բայց ինքն է հիշը այս մոմենտը ու ասում դուրս եկանք ու դու ասեցիր որ մենք կգրենք ինչ որ արժեքներ որի հիման վրա մենք ուրիշ ձև կանենք մեր կամպանիան կստեղծենք ու կանենք ավելի լավ գնացինք ինչ որ թղթի վրա գրեցինք այդ թղթը ինչ որ այնտեղ կորել է իհարկե չգիտեմ հետաքրքիր կներ նայել ինչ նաիվ ինչ որ մտքեր է ինչ արժեքներ եք գրել դե գիտես պետք է լիներ ուրեմն մարդկանց վերաբերմունքի մասին որը իրականում որ նայես մեր պատմությունը ասենք մենք 20 տարի բիզնեսով զբաղվում ենք ոնց որ շատ դժվար որոշումներ կայացել ենք մարդկանց մասին, բայց մարդիկ մեր համար միշտ եղել են ամենակարևորը բիզնեսի մեջ, համ Հրաչի, համ մեր միասին բիզնեսների մեջ համ առանձին։ Ու այդպես ոնց որ սկսվեց մեր ճամփորդությունը բիզնեսի մեջ, ստեղծեցինք ընկերություն, որը պետք է ուրեմն կայքեր սարքեր ու հիշում եմ գնում էի ինչ որ էքսպոներ, ասենք չգիտեմ, կահույքի էքսպո, Մոսկվայում էինք ապրում, կահույքի էքսպո, գնում էի կահույքի էքսպո 2002 թիվն է երևի, ընկերություններին մոտենում եմ, ասում եք կարող ենք սայթ սարքել ձեր համար, ասում է սայթը ինչ է, ասում եմ դե ինտերնետում տենց բացում ես, նայում ես ու պետք է բացատրեի։ Մոսկվայում էլ դեռ չկար, հա, գիտելիք կայքերի բաների մասին։ Նո, ասում էի ոնց որ ձեր բիզնես քարտը լինի, բայց անընդհատ կա անդադ փոփոխվող անդադ կա ուրեմն շատ ավելի հետաքրքիր շատ ավելի մեծ է կարաս ուրեմն բացատրում էի դա հիմա թվում է շատ ծիծաղալու այդ միտքը բայց մարդիկ չեն պատկերացնում որ այդ պետք է որ բիզնեսի համար պետք է Ես տենց հիշում եմ մամաս գնում էր մկնիկ բռնելու դասերի հա ու ես շատ լավ հիշում եմ այդ կադրը իր ձեռքը օդի մեջ մինչև ուսուցիչը ասի իջացնում ենք հետո մատով սկրոլ ենք անում ծիծաղալու Այդ երևի մենք էլ հիմա AI օգտագործելիս տենց տեսք ունենք չէ մեր երեխեքի համար կասեն ասում էին prompt-ը գրելուց տենց կանես Այդպես գնում էի փորձում էի համոզեի որ սայթը ուրեմն ստեղծեն իրանք էլ չէին հասկանում ասում են դե արդեն վիզիտկա ունեմ ինչի համար մեր հեռախոսը բան դեղին էջերում կա իրանք կարան մեզ գտնեն ոնց որ մարդիկ չէին պատկերացնում այդպես սկսեցինք սայթեր սարքել մի քանի տարի ու հետո արդեն գնացինք մի քիչ արդեն տարբեր ճանապարհներով ու մի քանի տարի հետո նորից միավորվեցինք ու սկսեցինք արդեն product ոչ թե service այլ product Խոսքը Wake-ի մասին է այ հիմա հասանք շատ հետաքրքիր կետի Wake-ին մարդկանց արթնացնող ծրագիր էր ինձ հետաքրքիր էր ինչ սկզբունքով էիք արթնացնում ու ինչ առաքելություն ուներ այդ ծրագիրը Հա Wake-ին սկսվեց նու նախ եւ առաջ պետք է ասեմ այս ժամանակահատվածը որ ես ու Հրաչը տարբեր կարիերաներ ստեղծեցինք Հրաչը դարավ Ռուսաստանի առաջին social network-ի տնօրենը Moy Kruger կոչվում Yandex-ը առավ այդ ստարտափը ու Հրաչը դարավ տնօրենը արդեն Yandex-ի մեջ ուրեմն մեր social network-ը ծանոթ էր որպես երևույթ ու տարբեր մտքեր են, հրաչը միշտ տարբեր մտքեր ունի, ֆանտանա մտքերի, ու դու պետք է կարողանաս այդ մտքերը կառավարես ու բերես ոչն ինչ որ
գործնական դաշտի, պրակտիկ դաշտի։ Այս միտքը ծնվել էր նրանից, որ ինքը համ մեր բիզնեսը ունեինք, ինքը կառավարում էր այդ բիզնեսը, ես ուրիշ կարիերայի ֆինանսների մեջ անեմ, համ ուներ այդ աշխատանքը որպես CEO Moicrog-ի, համ էլ ինստիտուտում էր սովորում։ Ու քնել համարյա քուն չուներ, 2-3 ժամ կարող օրը քնել ու շատ անկարգ ուրեմն ձևերով, ու երբ որ առավոտ զանգ էին տալիս, կարար այդ զանգը լիներ ուրեմն հաճախորդ, ինքը պետք է արթնանար, պետք է ինչ-որ մարզանքներ աներ կոկորտով, ինչ-որ բաներ էր, ասենց երգեր էր երգում կարճ, ինչ-որ թրջունների ձայներ էր անում, ու հեռախոսը վերցնում էր, սկսում էր լրիվ լուրջ ձայնով խոսալ, մտնում ենք արդեն ժամ ու կես օֆիսում նստած սպասում էր այդ զանգին։ Ու այս միտքը ծնվեց դրանից, որ երբ որ իրան զանգում են ինքը արթնանում է, իսկ երբ որ մենք իրան հրում ենք, բան ենք, մի անգամ աման ջուր էր թափել, ինքը պատտվել էր այն մյուս կողմ ու շարունակել էր քնել։ Ուրեմն երբ որ իրան զանգում են, դու ուղիղ լրիվ արթնանում ես։ Ու մի քանի տարի ես իգնոր էի անում այդ միտքը, որովհետև ինքը ծիծաղալու տարօրինակ ու տենց անլուրջ միտք էր թվում, էլի։ Բայց վերջում ասենք, օքեյ, արի փորձենք դա սարքենք։ Ու սարքեցինք, քանի որ շատ քիչ ռեսուրսներ ունեինք, սարքեցինք դրա MVP-ն։ Մենք չգիտենք MVP-ն ինչ է, minimum viable product։ Մենք դրա հասկացություն չունենք, բայց ռեսուրսներ չունենք ու դրա պատճառով ուրեմն շատ փոքր տեսակի իրան սարքեցինք։ Մենք գիտեինք կայք սարքել, հավելված սարքել չգիտեինք, չնայած արդեն iPhone-ը կար, մենք գիտեինք ուրեմն չգիտեինք տելեկոմը ոնց է աշխատում, բայց տելեկոմի մեջ ինչ-որ բաներ կարողացանք ստեղծենք ու շատ հասարակ edge էր, որտեղ կարելի էր գրել հեռախոսի համար, ժամանակ ու կարծեմ վերջ, 2 field, ունդեղ ինչ-որ ինստրուկտաժ էր գրում, որ ինչա պետք անել, ու այդ ժամին քեզ զանգում էին ու արթնացնում էին, ինչ-որ random մարդ։ Դե հասկանալի առաջի, չգիտեմ, տասնյակ մարդկանց մենք ենք արթնացրել, ասենք եթե ժամը 8-ին էր դրած, 8-ին 10 պակաս մենք զարթը չկդնեինք, վերկենենք կզանգեինք։ Պատմություններն են շատ լավ, որ դուք եք թիմով, չէ՞, ասում էր մարդ կար, որ մի օրում ինչ-որ ահագին քանակի մարդկանց էր արթնացրել։ Հա, կային որ մի օրում, կային ուրեմն մարդ կար, որ 50,000 հոգի մարդ էր արթնացրել։ Ինչ որ տենց կոնկուրսներ էին անում, բան iPhone էինք տալիս, թե ինչ որ բան, մարդ կար, այդքան մարդ էր արթնացրել, ու հետաքրքիր է նա, որ այնտեղ շատ, քանի որ ինքը ահագին արագ մեծացավ, այնտեղ շատ հետաքրքիր պատմություններ էին լինում։ Լինում էր, որ այդ անոնիմ էր էլի այդ կապը, մարդիկ իրար չէին ճանաչում։ Մեկ էլ մի տղա վերցնում է, տենց քնակոլոլ պատասխանում է, աղջիկա ձայնը իրան արթնացնում, ասում է արթնացի եւ այլն, ու մի երևի 30 վայրկյան հետո ասում է Тимур, ты уже позавтракал? Թե ինչ որ տենց հարց է տալիս, բայց անունով է դիմում այս տղան։ Ու այս տղան sense լրիվ շոկի մեջ է, չի հասկանում ինչ է կատարում, պարզվում է որ իր մաման է։ Կողքի սենյակի զանգել է, ու այդ, չգիտեմ, 100,000 մարդու մեջ ընկել է հենց այդ Տիմուրին, ու իրան արթնացնում է։ Շատ հետաքրքիր պատմություն։ Կային պատմություններ, որ ինչ որ հայտնի մարդիկ էին արթնացնում կամ տարբեր երկրներից էին արթնացնում։ Անուններ կարող ենք տալ, թե չէ, հայտնի պատմություններից։ Հայտնի չեմ հիշում ճիշտ ասած, բայց Ռուսաստանում հայտնի, Ռուսաստանում էր ուրեմն շատ մեծացել։ Սկզբից մենք Մոսկվայում այդ launch արեցինք, ամեն օր կրկնապատկվում էր, հոկիստիկ չարտը որ պատկերացնում եք, այդպես կրկնապատկվում էր։ Հետո որ կարողացանք launch անենք ամբողջ Ռուսաստանում, սկսեց ամեն 4 ժամը կրկնապատկվել։ Ես հիշում եմ, որ սեպտեմբերին այդ launch եղավ ու մեր CTO-ն Դիմո привет, մինչև մեր CTO-ն է, հիշում եք ասում է որ մարդկանց մասին է մեր Դիմանը 15 տարի է, երևի ավել, հա, մեր հետ է, ուրեմն Դիման գնում էր նոր backend էր գրում, որովհետեւ backend-ը արդեն չէր դիմանում, ընկնում էր ու գրում էր, ասենք, օքեյ, 1000 զանգի տեղը 10,000 զանգ միաժամանակ կարողանանք պահենք։ Օ 10 անգամ մեծ, օքեյ։
դնում էր սաղ գիշեր գրում էր, որ առավոտյան ժամերին արդեն այդ աշխատի, որտեղ մարդիկ գործի էին ուշանում, ինքնաթիռ էին ուշանում եւ այլն, պետք է շատ լուրջ էր։ Ուրեմն գրում էր նոր backend-ը դնում էր, մեկ էլ 1.5 օր հետո հասնում ենք 10,000-ի։ Պատկերացնում ես, ամեն 4 ժամ կրկնապատկում է։ Հետո նորից 1.5 հետո դիման հələ չի քնե։ Արդեն նորից պետք է մի հատ էլ backend գրի, մի գիշեր էլ մի հատ էլ backend գրում։ Այդտենց կարծեմ սեպտեմբերի մեջ 3 անգամ backend-ը վերստեղծվեց 0-ից։ Այդպես։ Հետաքրքիր պատմություն է շատ։ Շատ հետաքրքիր է։ Դիմայի չքննելու հետևանքով էր Sleep Doctor-ի իդեան, ինչպես քննացնելու մարդկանց արթնացնելուց բացի։ Չէ, լրիվ հանկարծակի երևույթ է։ Ինձ իրականում իմ ընկերներն են ասել, պատմել կամ շատ ավելի ուշ, որ քո ստարտափները բոլորը քննելու մասն է։ Քննելու եւ արթնանալու։ Քննելու եւ արթնանալու, հա։ Չնայած այս նորը լրիվ նորը կա, Medpair-ը դրա մասին չի, նենց որ կոտրել ենք։ Հեսա դրան էլ կգանք։ Մի քիչ խոսենք Sleep Doctor-ի մասին, ինքը հիմա Ֆրանսիայում է ավելի տարածված, ճիշտ գիտեմ, հա։ Իր մեխանիզմի մասին էլ խոսենք, գիտեմ, որ քնի խանգարում ունեցող մարդկանց համար կարևոր բան է, հավելված է։ Երևի գանք ինչի են առհասարակ քնի խանգարում ինչ է քնի խանգարում առաջանում մարդկանց մոտ եւ հավելվածը ոնց է այդ հարցը լուծում։ Ուրեմն մենք իմ լավ ընկեր Արմենի հետ, որը Ֆրանսիահայ է, երկար ժամանակ մտածում ենք ինչ մեծ խնդրի վրա աշխատել ու հասկացանք, որ քնելը այն խնդիրներից է, որ շատ մեծ է, ամբողջ առողջության վրա ազդում է, բայց մենք դրա մասին շատ քիչ գիտենք, մենք որպես մարդկություն, համ բժշկական community-ն, համ սովորական մարդիկ ու պետք է ավելի լավ հասկանալ այդ խնդիրները ու այդ դեպքում մենք կարանք ավելի լավ լուծումներ տալ, հա։ Դրա համար մտածեցինք, որ պետք է պլատֆորմ, որը ամբողջական holistic ոնց որ sleep care-ը տալիս։ Որ սկսեցինք այդ խնդրի մեջ խորանալ, հասկացանք, որ կա ուրեմն ամենամեծ ամենատարածված խնդիրը կոչվում է անքնություն, insomnia, երկրորդը կոչվում է քնի ապնոյա, sleep apnea, ու այս երկրորդը ուրեմն շնչառման խախտում է քնած ժամանակ։ Կոկորդը ֆիզիկապես փակվում է, չի թողնում շնչեն, հետո 10-ից 60 վայրկյան փակ է մնում ու հետո մարդը ցենց շունչա քաշում, որ իր ուղեղը պետք է արթնանա, կոկորդը բացի, որ ինքը սկսի, գիտեք, շնչահեղձությունից վերաթռնում, հա, մոտավոր որ խրմփացնող մարդիկ բարբերաբար տենց վեր են կենում, ուրեմն դա կարա լինի տասնյակ անգամներ ժամվա ընթացքում ու դրանից ունեն 1 միլիարդ մարդ, բայց 80%-ը ախտորոշված չի։ Ու մեզ թվաց, որ մենք պետք է հենց այդ խնդրի շուրջ ուրեմն ստեղծենք լուծում, որ խորացանք, հասկացանք, որ Ֆրանսիան դրա համար երևի ամենազարգացած շուկան է։ Ֆրանսիայում 1.5 միլիոն մարդ բուժվում է հիմա այդ հիվանդությունի դեմ ու այնտեղ շատ առողջապահական համակարգը դրա մասին շատ պրոգրես է արել։ Համեմատ ուրիշ տեղերի, նաև Ամերիկայի հետ եթե համեմատենք։ Ու որոշեցինք, որ այդ բայց երբ որ մենք նայում ենք այդ ախտորոշման ճանապարհը, ինքը դժվար է, երկար է, դանդաղ է, սպասելու ժամանակները շատ են եւ այլն, մենք որոշեցինք օպտիմիզացնել ու թվային process-ներ ստեղծել, որ իրանք այդ ախտորոշումը ավելի շուտ անցնեն։ Չնայած որ բժշկական հաստատություն գնալու հավելվածի միջոցով ինքը տելեկոնսուլտացիայով սկզբից դու տեստ ես անցնում, թվային տեստ, հետո տելեկոնսուլտացիա ես անում բժշկի հետ, բժշկի հետ, հետո device-ն բերում քո տուն, քնում ես մի գիշեր ախտորոշումը ստանում ես, բժիշկը ստանում է ու մի հատ էլ տելեկոնսուլտացիա, որտեղ դու արդեն դիագնոզն ես ստանում։ Բայց հիմա սիբիլտորը փոփոխական փուլի մեջ է, մենք ուզում ենք դառնանք ավելի շատ, մենք սկսել ենք այդ ֆիզիկական process-ները ու հասկացել ենք, որ այդ սխալ ճանապարհ է, շատ դժվար է scale անել, ուրեմն ամբողջ աշխարհում կամ նույնիսկ ամբողջ Ֆրանսիայում կամ ամբողջ Եվրոպայում launch անելը, ու որոշել ենք, որ մենք պետքա առաջի հերթ զբաղվենք այն խնդիրով, որը սկզբից հայտնաբերել ենք, որ
մարդիկ քնելու մասին քիչ գիտեն, լավ չեն դիրապետում ինֆորմացիային, որ լավ հասկան խնդիրները, արդեն լուծումներն էլ կդիմեն։ Այսինքն իրազեկման վրա եք հիմա շեշտադրումը դրել։ Այո, մենք գրել ենք երևի 400-ից ավել հոդվածներ ֆրանսերենով, իդեպ գրել ենք Հայաստանում ու դարել ենք ֆրանսերեն լեզվով ամենամեծ վեբսայթը քնելու մասին, ու հիմա ուզում ենք դա կրկնել ուրեմն ուրիշ լեզուներով էլ, մեզ թվում է, որ այդ ոնց որ մարդիկ գալիս են սովորում են ինֆորմացիան հասկանում են, այդ therapeutic education կոչված մասը, որ անենք, լուծումներ էլ կսկսենք առաջարկել ու կամաց փորձում ենք լուծումներ առաջարկել, կան նաև ինովացիոն տարբեր բաներ, ասենք մենք կարող ենք ոչ թե մենք մշակենք բոլոր ախտորոշման կամ բուժման ձևերը, այլ կարող ենք դառնալ dispatcher, որը մարդկանց հավաքում է, իրազեկում է ու հետո ուղարկում է տարբեր լուծումների, կապող հողակա դառնում, ոնց որ կենտրոնական խաղացող, այս բոլորին կապող խաղացող պացիենտներին, բժիշկներին, հավելվածներ, որ լուծում են տալիս, բուժող կազմակերպություններ, որ ինչ որ delivery-ներ են անում մարդկանց տուն բերում են այդ ախտորոշման կամ բուժման ապարատները եւ այլն։ Հիմա Sleep Doctor-ը ուրեմն ձևափոխվում է այդ Ինձ շատ լավ տարբերակ է, որովհետև եթե արդեն իսկ գոյություն ունեն գործող ու վստահելի կազմակերպություններ, ձեր միջնորդիկ դերը շատ ավելի օգտակար կլինի ու ավելի մեծ խմբերի արագ կարճ ժամկետում կհասնեք։ Հա, գիտես, այստեղ նենց է, որ սկսում ես խորանալ, տեսնում ես ինչքան imperfections, ոնց ասեմ հայերեն։ Այսինքն ոչ կատարյալ են process-ները ամենտեղ ու սկսում ես խորանալ, ոնց որ մենք գնացինք apnea-ի ախտորոշման մեջ խորանալ ու տեսանք այնքան բաներ, որ պետք էր ուղղել, սկսեցինք այդ ուղղել, բայց հետո հասկացանք, որ դա սխալ ճանապարհ է։ Ոչ թե պետք է vertical-ը խորացնենք, այլ պետք է հորիզոնտալական holistic լուծում տանք մարդկանց, էլի։ Իսկ անքնության մասին երկրորդին անդրադարձանք, անքնության պատճառները որոնք են լինում։ Շատ տարբեր, շատ հաճախ մենթալ ուրեմն պատճառներ են, սթրեսը, երեխեքի ծնվելը եւ այլն տարբեր, կամ ռեժիմ չունենալն է, տարբեր պատճառներ են լինում։ Բայց անքնության լավը այնա, որ ուրեմն կա վատ բաներ, կա լավ բաներ, վատը այնա, որ բժշկական համակարգը հենց հակառուցված, որ դեղամիջոց են գրում ուրեմն պացիենտներին ու բաց են թողնում։ Բայց կա շատ ավելի հետաքրքիր լուծում, կոչվում է cognitive behavioral therapy։ Սա mental health-ի մեջ էլ է օգտագործվում, բայց insomnia-ի համար ինքը հենց այդպես էլ կոչվում CBTI, ոնց որ for insomnia։ Այդ թերապիա է, որը պետք է մի քանի շաբաթ, 6-ից 8 շաբաթ անես, շաբաթը մի անգամ ուրեմն հոգեբանի հետ հանդիպես, ինքը մի մասը դրա therapeutic education-ը, այսինքն սովորել հասկանալ ինչ ազդում քնի վրա։ Սենյակի ջերմությունը, լռությունը, մութ լինելը, քնելուց առաջ ռուտինան, քնելուց արթնանալուց հետո ռուտինան, եթե քունը չի տանում ինչ անես եւ այլն։ Ու ինչ ազդում ուշ ուտելը, ալկոհոլ խմելը եւ այլն տարբեր բաները ազդում են, հա, ու դրանց հետ կարելի է աշխատել։ Ուրեմն առաջինը դու պետք է իրազեկված լինես, այդ մասը մենք փորձում ենք լուծենք։ Երկրորդը պետք է լոգ անես քո քնելու ռեժիմը պետք է լոգերով հավաքես, ոնց որ այս ժամին պարկեցի, այս ժամին քնեցի, այս ժամին արթնացա, ու հետո հոգեբանը սկսում է այդ վերլուծելով քո tracking-ը նայելով, վերլուծելով սկսում է ոնց որ correction-ներ անել, ուղղել ու տանել դեպի ավելի ճիշտ ռեժիմ ու մոտավորապես համ եվրոպական, համ ամերիկյան community-ները բժշկական այդ առաջարկում է որպես առաջի գործիք, որովհետև 80% էֆեկտիվություն ունի, բայց դրա մասին պետք է իմանալ։ Հիմական հավելվածներ, որ այդ առաջարկում են կան, դու կարաս մարդու մոտ գնաս հոգեբանի, կարաս տելեկոնսուլտացիայով հոգեբանի մոտ գնաս, իսկ կարաս դա անես հավելվածով, որը լրիվ AI-ա կամ լրիվ թվային է, ու մենք ուզում ենք ուղղակի դառնանք այն օպերատորը, որը կբաժանի ամեն մարդուն կտանի իր ճիշտ
ուղղությամբ։ Անքնության մասին այդ երկրորդ կետը շատ կարևոր է, հոգեբանական ֆակտորը ինձ թվում է ամենակարևորն է ու շատ հաճախ տեսնում ենք, չէ, հատկապես այդ շատ աշխատող մարդու կերպարը, որ խրախուսվում է բոլորիս կողմից, չքնող 24/7 աշխատող, բայց բանը հիշեցի Քրիստոֆեր Նոլանի Ինսոմնիա ֆիլմը հենց անքնություն, որ նույնիսկ ամենափորձառու քննիչը անքնության հետևանքով կարող է ամենասխալ որոշումներ կայացնել, այնինչ մենք հակառակ բաներին ենք երբեմն գնում, որ այ եթե դու չես քնում, դու շատ աշխատում ես, չես հանգստանում, դու ավելի որակյալ ես, քան եթե դու հանգստանում ես եւ դրանից հետո նոր աշխատում ես։ Ես լրիվ համաձայն եմ ու դրա մասին արդեն անգամ գիտություն կա, անգամ հետազոտություններ կա, որ մենք գիտենք, որ քնելը շատ կարևոր է ուղեղի առողջության համար, կարդիովասկուլյար առողջության համար, ընդհանրապես համարյա ամեն ինչի հետ կապված է, համարյա ամեն ինչը մարմնի մեջ քնելու հետ կապված է ու հետաքրքիր մի հատ գիրք կա, որից ես սկսեցի այս ընկերությունը, կարդացի գիրք, որը կոչվում է Why We Sleep, Matthew Walker, ինչու ենք մենք քնում, հետաքրքիր հարց է, տեսա հարցը, սկսեցի բեսթսելեր էր Silicon Valley-ում, վերցեցի կարդացի ու Արմենին պատմեցի, Արմեն պատկերացնում ես քնելը այնց կարևոր է, ուրեմն այսպես այնպես մենք մեծանում ենք հասկանալով, որ ինչքան քիչ քնես, քան շատ աշխատես, այնքան լավ է։ Ու ես այդ մենտալիտետով եմ ամբողջ կյանք ապրել, մինչև այդ գիրքը մեղքի զգացում ես ունենում, որ քնում ես, չէ, կամ ասենք ծախսեցի ընկերներով նստած եք ու դու ասում ես ես գնացի, որտեվ ես այս ժամին եմ քնում, այդ իմ համար ասենք մինչև 30 քանի տարեկան այդ կլիներ անհնար։ Ես պետք է գնայի վերջինը, ասենք եթե մենք հավաքվել ենք, պետք է վերջի մարդով գնում, այդ ես պետք է լինեի, հա։ Ոնց որ ընդհանուր մշակույթը այդպեսին է, էլի, բայց որ հասկանում ես մեխանիզմները, արդեն սկսում ես շատ ավելի լուրջ վերաբերվել, որ գիրքի մասին պատմեցի Արմենին, Արմենն ասում է, հա, իհարկե, ինքն էլ M&A-ով զբաղվում, mergers and acquisitions, այսինքն ընկերությունները առք ու վաճառքով, ու ասում է, ես շատ մեծ ուրեմն հաճախորդ ունեմ, $1 միլիարդ, որը հենց դրանով է զբաղվում, բուժումով, այս երկրորդ հիվանդության, ուրեմն sleep apnea-ի բուժման մի մասով է զբաղվում, 1/3 մասով, ու ոնց որ $1 billion company, ու ամենամեծը չի Ֆրանսիայում։ Այդ իմ համար լրիվ նոր ինֆորմացիա էր, ասացի, օքեյ, արի մի հատ հետազոտենք, հասկանանք ինչու է տենց, ինչու են զբաղվում, իսկ ինչու ուրիշ տեղեր այդ լուծումները չկա եւ այլն։ Հենց որ հա, քնելը շատ կարևոր է, ու մենք փորձում ենք հիմա աղջիկին արդեն սովորացնենք, որ ուրեմն ռեժիմը կարևոր է, քնելը կարևոր է, ճիշտ ժամանակին, ճիշտ ժամերը հավաքել եւ այլն։ Իսկ ստարտափերի հաջողության, քանի որ 2 ստարտափ հաջողել եք եւ երրորդն էլ ասացիր նոր եք սկսում, ի՞նչն է, հա, ամենակարևոր կետը, որտեվ բոլորս գիտենք ստարտափ սկսելուց ռիսկը 50-50 է, հա, կամ ամբողջ ջանքդ կդնես ու հնարավոր է չստացվի եւ հնարավոր է շատ լավ ստացվի։ Ձեր դեպքում այդ շատ լավը եղել է, առնվազն 2-ի դեպքում ունենք այդ հաջողությունը, մի փոքր այդ բաներով կիսվեք, հա։ Ինչն է եղել հիմնական խթանը, որով ստարտափը հաջողել է։ Ну, նախ եւ առաջ ես չեմ հաշվում, որ շատ հաջողվել եմ։ Ես իմ ստարտափները, մենք ճանապարհին ենք։ Ինձ թվում է մեր մոտ կստացվի։ Երևի այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ ես վերջերս փորձել եմ հասկանալ, բայց երևի մի 20 product ես փորձել եմ ստեղծել կամ launch եմ արել ինչ որ ձևով։ Ու դրանցից ուրեմն կա մի քանիս, հիմա կա 3-ը։ Ինձ թվում է դա կարևոր է, որ մենք ստարտափի մասին մտածենք հենց այդ տեսանկյունից, որ տարբեր բաներ փորձում ես, կա բաներ, որ աշխատում է, կա բաներ, որ չի աշխատում, դա խաղի մի մասն է, օքեյ։ Ուրեմն, եթե մենք դա չընդունենք, մենք գնում ենք այն ճանապարհով, որ կամ պետք է կպած մինչև վերջ անենք այն ինչ որ չի աշխատում ու ճկուն չլինենք, կամ պետք է շատ հիասթափվենք ու ստարտափներով չզբաղվենք։ Իսկ ես ուզում եմ, որ շատ մարդ ստարտափներով զբաղվի ու չհանձնվի ու փորձի նոր բաներ ստեղծի, որովհետև աշխարհը փոխելու
ամենապրակտիկ ու լավ ձևերից մեկն է։ Այսինքն նորը աղջկա ստաթերքին ասում է, որ եթե ես հիմա նորից ընտրեի մասնագիտություն, երևի կամ գիտնական կամ ինժեներ կդառնայի, բայց ավելի շատ գիտնական, որտեղ աշխարհը փոխելու շատ հետաքրքիր ձև որ եմ հայտնաբերել ոնց է աշխարհը աշխատում, տարբեր ոլորտներում կարող լինի բիոլոգիա, կարող լինի ֆիզիկա կամ կապ չունի։ Ու հիմա շատ ես վերջերս շուտ լուրջ եմ վերաբերում հումանիտար ուրեմն գիտական հումանիտար ուղղություններին էլ արվեստ, գրականություն եւ այլն։ Բայց ստարտափ ստեղծելը ոնց որ ամենապրակտիկ ու ուժեղ ձևերից է ոնց կանք մենք աշխարհը փոխենք։ Ու ի՞նչն է ազդում դրա վրա։ Մենք ոնց որ ստարտափներ արդեն միլիոնավոր ստեղծվել են աշխարհում։ Դրա մասին էլ կա գիտություն։ Ստարտափ ստեղծելը ավելի շատ արվեստ է, քան գիտություն, այսինքն չկա կոնկրետ օրենքներ, որ սենց անես կաշխատի։ Նույնը հետաքրքիր օրինակ է OpenAI-ը, որտեղ Sam-ը մենք YC-ում ենք եղել Հրաչի հետ, Sam-ը ոնց որ ամենա YC հայտնի դեմքերից է, որ միշտ մեզ ուրեմն ինչ-որ պրինցիպներ էին սովորացնում ու OpenAI-ում ինքը սա հակառակ արեց։ Սաղ չէ, բայց լիքը բան հակառակ արեց։ Ու ինքը դրա մասին ասում է, որ ոնց որ չկա օրենքներ, որոնք ուրեմն մշտական են, բայց դրա մասին կա լիքը կուտակված գիտություն, գիտելիք, որը օգտագործելով կարանք մենք մեր արվեստն ենք անենք, որ ինքը ավելի լավ ստացվի։ Մի քանիսը դե մենք ասեցինք, որ հավանականությունը որ fail կանես շատ մեծ է, դրա համար դրան պետք է վերաբերվել նորմալ, անել այդ fail-ը, անցնել առաջ, ուրեմն շարունակել, հա։ Ինձ թվում է շատ կարևոր է հասկանալ, որ հիմնական արժեքը, որ մենք ստեղծում ենք, դա թիմն է, մարդիկ են, որտեղ այդ մարդկանց հետ դու կարաս ուրիշ product ստեղծես։ Նույնիսկ ճանապարհն իրենց հետ ես անցնելու։ Այո, մենք սովորում ենք միասին աշխատել, անցնում ենք հետաքրքիր ճանապարհ ու հետո կարանք ուրիշ product ստեղծենք։ Եթե մենք այդ ճանապարհին դնենք մեր հարաբերությունները քանդենք, ուրեմն ոչ մի բան չմնաց արդյունքում։ Իսկ այդ ամենահիմքն է, էլի նույնիսկ ներդրողները, որ ներդրում են անում, մարդկանց թիմի մեջ են անում, որտեղ էս շատ հաճախ կամ հիմնականում թիմերը մտքերը փոխում են, product-ները փոխում են, թիմը մնում է նույնն, իսկ product-ը ուրեմն փոփոխվում է։ Ու ինձ թվում է շատ կարևոր է, որ մենք սովորենք իրար հետ ճիշտ աշխատել, ճկուն լինենք, արդար լինենք, շատ ոնց ասեմ, գրեթե 100%-անոց honesty ոնց է հայերեն։ Ազնվություն։ Պետք է 100% ազնիվ լինես քո հետ ու քո հիմնադիրի հետ։ Էս թվում է շատ հասարակ բան, բայց այդ շատ դժվար մենթալ բան է, ոնց ասեմ, փոսնես անգամ, հա, քեզ բռնում է։ Ուրեմն մենթալ բան է, որը քեզ կարողանում է բռնի։ Օրինակ բերեմ։ Մեր ուղեղը մեզ ամենալավն է կարողանում խաբի։ Okay, ինքը էքսպերտ է, ինքը շատ լավ իրան ճանաչում է ու կարող անեց անի, որ դու անես այն ինչ որ իրան պետք է։ Իսկ իրան պետք է, որ դու քիչ դժվարությունների ճանապարհով անցնես։ Ու ինքը քեզ այդ ճանապարհով տանում է ու շատ ռացիոնալ ձևով կարող անեց անի, որ դու համոզվես, որ էսա ճիշտ է։ Եթե դու ազնիվ ու արդար չես լինում կամ քո հիմնադիրի հետ դու ազնիվ ու արդար չես, դուք իրար խաբելով համ ինքդ քեզ, համ իրան խաբելով գնում եք առաջ ու գնում եք սխալ ճանապարհով։ Իսկ թվում է այդ ամենա կարևոր մոմենտներից մեկն է, որ պետք է հասկանալ ու շատ դժվար է, ես չգիտեմ դա ոնց է կարելի սովորել, բացի սխալ անելուց, ասենք ես մենակ այդ ճանապարհը անցնելով սխալներ անելով եմ բավարար գիտակցություն է պետք, որովհետև հենց ինքնախաբեության թեմայով բանում 10-ից մի առանձին բան ենք ունեցել, հանդիպում ենք ունեցել Գևորգի հետ Պողոսյան ու ամենա բանն էր ինքը դիտարկում, ամենավտանգավոր խաբեության ձևը, որ ինքդ քեզ ես խաբում ու չկա երրորդ մեկը, որ դա նկատի կանխի, եթե այլ խաբեության ձևերի մեջ կա օրենսդիր մարմին, պատժողներ եւ այլն քեզ կարող են օգնել, ինքնախաբեության դեպքում ամբողջ հույսը քո վրա է, կամ գիտակցում ես ու չես խաբվում,
ուղեղիդ կամ չես գիտակցում ու խաբում ես եւ քեզ եւ թիմիդ։ Միանշանակ։ Ոստեղ երրորդ դեմքի մասին խոսացինք, ստարտափների դեպքում երրորդ դեմքը շուկան է։ Ուրեմն կաս դու, որ ստեղծում ես ինչ-որ product ու դրա մասին հետաքրքիր թուղթ կա, կոչվում է paper, հա, scientific paper, Stanford-ի էջում կա, կոչվում է 4 Steps to Epiphany, Steve Blank-ի, մի չգիտեմ, երևի 30-40 տարի առաջ է գրել, ասում է founder-ը պետք է ընդունի իր vision-ը, founder-ը պետք է ունենա vision, okay? Բայց այդ vision-ը պետք է ընդունի որպես hallucination, այսինքն դու ունես hallucination, որ էս կաշխատի, okay? Խնդիր չկա, եթե դու ուրեմն խարիզմայով մարդ ես ու կարողանում ես դրա համար փող հավաքել, թիմ հավաքել, բոլորին համոզում ես, ներդրողներին, թիմին, բոլորին համոզում ես, որ սա կաշխատի։ Okay, այդ կարաս անես։ Դժվար է, ոչ բոլորի մոտ է ստացվում, բայց ստացվեց։ Միակ ձևը, որ մենք հասկանանք այդ imaginary friend-ը, թե իսկական ինքը կա, այդ շուկան է, երրորդ մարդն է։ Երրորդ մարդը շուկան, որը պետք է գա, այս լուծումի համար քեզ վճարի, ու այդ դեպքում okay, ինքը իր դոլարով ոնց որ հաստատում է հալուցինացիա չլինել է։ Այո։ Ու հաստատում է, որ էս ուրեմն իրավունք ունի կամ չունի լինել։ Մեկ-մեկ մենք կարողանում ենք այնց անենք, որ լիք մարդ շուկայից գալիս է ու օգտվում է մեր product-ով, բայց չի վճարում։ Մեկ-մեկ մենք չենք կարող նույնիսկ համոզենք մի հոգու, որ գա ուրեմն փորձի, ու չգիտենք հիմա այդ երրորդ մարդը իրան էս պետքա թե պետք չի։ Ոստեղ լիքը կարևոր էլեմենտներ կա, ոնց մարքեթինգ անել, որ early adopter-ներին ոնց բերել, ոնց գտնել են մարդկանց, որ իսկապես դրա target շուկան են, հա, ոստեղ լիքը հետաքրքիր բաներ կա, որ կարելի է փորձել, վերադառնալով ուրեմն հաջողություններին, որ պետք է MVP սարքել, որ պետք է շատ արագ launch անել եւ այլն։ Բայց միակ ու հաճախ լինում է, որ ընկերներս, ինչ-որ founder-ներ ինձ դիմում են, ասում են, սենց միտք ունեմ, ես կաշխատի թե չէ, ես միշտ նույն պատասխանն եմ տալիս, որ եթե ես ձեր target audience-ը չեմ, եթե ինձ չէիք վաճառելու, ես չեմ կարող ասեմ դա կաշխատի թե չէ։ Ձեզ մենակ կարող ասի շուկան։ Ես կարող մի բան ձեր խորհուրդ տամ, որ դուք շատ ավելի շուտ հասնեք շուկա, շատ ավելի հում product-ը, բայց ինչ որ killer feature-ով բերեք շուկա, հասցնեք ու շուկային փորձեք համոզեք, որ այս ճիշտ լուծում է, ու երբ որ ինքը հաստատի, որ այդ հալուցինացիա չի, ուրեմն դա ճիշտ է։ Ու ինձ թվում է ճիշտ ինվեստորներն են այդպես, իրանք հավատում են թիմին, իր vision-ին, բայց թույլ են տալիս ուրեմն գնալ առաջ, փորձել ու տեսնել շուկան ինչ կպատասխանի։ Այդպես իդեպ մի լավ գործիք TCF-ն է ստեղծել pre-launch հարթակը, որ թույլ է տալիս թեստավորել մինչև բուն product-ի ստեղծումը, ահագին իմ կարծիքով լավ հարց են լուծել, ոչ թե միայն ֆիզիկական product-ների համար չէ, հենց ֆիզիկականի համար է, հա։ Գանք նաև մի քիչ ձախողումներին, հա, մենք մի քիչ վախենում ենք խոսել մեր սխալներից, բայց էլի հենց դու հաճախ ասում ես, որ ինչ որ կետից սկսել ես ընդունել սխալներ ու սխալներից սովորել։ Հայ ստարտափում, եթե 20 ստարտափից 3-ն են հաջողել, այն ոչ հաջող դեպքերից ինչ կհիշես, որոնցից ինչ որ բան ես սովորել։ Failure, որոնք քեզ օգնել են։ Okay, failure-ը իրականում լինում են հենց հաջողվածների մեջ ավելի շատ են failure լինում, որտեղ այն failure-ը փոքր են հասցնում մեծ failure դառնան, հա։ Ապրես, իրանց գինը քիչ է։ Իրանք փոքր են, իրանք գալիս գնում են ոնց որ ու շատ հետք, շատ speech են թողնում վրա, իսկ այն որտեղ հաջողվել է, այնտեղ failure անել է, այդ ավելի ցավոտ failure-ը, ոնց որ ընթացքա թվում է թե ճանապարհը սենց ուրեմն հավասար գիծա դեպի վերև, իրականում տենց չի, ինքը զիգզագոտ ուրեմն սենց բան է։ Քո հարցը ավելի շատ failure-ի մասին է, թե failure-ին դիմադրելու, թե failure օրինակների ինչն է քեզ հետաքրքրում։ Failure, որոնցից սովորել ես, ոնց ես ձախողել ու ինչ ես սովորել։ Շատ բաներ, ուրեմն աշխարհում կան շատ խելացի մարդիկ,
այդ նրանք են, ով որ սովորում են ուրիշների ֆեյլերից։ Կան okay մարդիկ, սովորում են իրանց ֆեյլերից, այդ ես եմ։ Ու կան մարդիկ, որ չեն սովորում։ Այդ ուրիշներն են։ Ուրեմն ես իմ ֆեյլերից եմ միայն սովորում, ամեն ինչ որ դարելա ամեն պրինցիպ, որի մասին հիմա ես խոսում եմ, դրա մասին ես սխալներ արել եմ։ Կարամ բերեմ հետաքրքիր մի օրինակ։ Ուրեմն երևի մի քանի տարի, երևի մի 5 տարի ես քարոզչում էի MVP տարբերակը, ընկերներիս, ֆաունդերներին կամ ջրելույթների ժամանակ, որ պետքա minimum viable product ստեղծել, պետքա արագ launch անել, շուտ հում տանել product-ը, փորձել if you're not embarrassed with the product you launched too late. Ասել է Reid Hoffman-ը։ Ուրեմն շուտ launch անել եւ այլն փորձել։ Այդ ամեն ինչը շատ լավ իմանալով, ես ու Արմենը առաջի product-ը ստեղծել ենք, այսինքն ոչ թե ստեղծել ենք, այլ արել ենք customer development, խոսացել ենք customer-ների հետ, հասկացել ենք ինչա պետք ստեղծել։ Չնայած որ Արմենի ոլորտում էր M&A-ում էր ու մենք գիտեինք ինչա պետք, խոսացինք M&A-ի ուրեմն բուտիկների հետ, հասկացանք ինչա պետք։ Առաջինը։ Երկրորդը մի հատ շատ հետաքրքիր գիրք կա, կոչվում է Sprint, կարծեմ How to Test Big Ideas in 5 Days։ Ուրեմն ցույց է տալիս ոնց 5 օրում product-ի ֆասադը ստեղծես ու տեստավորես։ Ես ու Արմենը գնում ենք, Արմենը պետք է գնար Mauritius Islands, չգիտեմ հայերեն, Մավրիկի, չգիտեմ ոնց է կոչվում հայերեն։ Մավրիկյան կղզիներ, հա, գնացինք Մավրիկյան կղզիներ, այնտեղ ինքը գործ ուներ, արեցի մի օրում այդ գործը ու 5 օր նստեցինք հյուրանոցում փակվեցինք, պատերին պաստառներ կպցրեցինք, բան, ու հյուրանոցում շատ տարօրինակ էին մեզ նայում այդ հյուրանոցում։ Ուրեմն կային մարդիկ, որ եկել էին մեղրամիսներ, ու ես ու Արմենը, ուրիշ մարդ չկար։ Գիտես կղզի է, ոչ մի անգամ չենք լողացի օվկիանոսում։ Օվկիանոս, հնդկական օվկիանոս, տաք եղանակ, շատ գեղեցիկ։ Ու ես ու Արմենը 5 օր առանց դուրս գալու ուրեմն այդ product-ը ստեղծել ենք, տեստավորել ենք վերջի օրը ու գրել ենք սովորաբար դու վերջի օրը տեստավորելուց հետո գրում ես ինչն է պետք փոխել, ինչը չի ստացվել։ Այդ գրել ենք ու մյուս շաբաթ վերադարձել ենք ամենքս մեր տուն։ Այդ ժամանակ ինքը Փարիզում ապրում, ես Մոսկվայում, ու սկսել ենք ստեղծել այդ product-ը։ Ստեղծեցինք, սարքեցինք հավելված 4 ամսվա ընթացքում կարծեմ, հետո COVID-ի ժամանակ էր, ինչ որ չէր ստացվում, որ մենք իրան փորձարկենք եւ այլն, ու 6 ամսից փակեցինք։ Այդ ասում եմ ես, որ MVP-ների մասին մի քանի տարի պատմում էր, էլի շատ ակտիվ։ Ու փակեցինք, ու որ փակեցինք, նստեցինք, այս մեր ազնիվ անալիզը արեցինք, ինչ ենք փակում։ Դրեցինք, գրեցինք, թղթի վրա գրեցինք ամեն ինչ, ու հասկացանք, որ կա երկու ամենամեծ պատճառը, ինչու մենք սա փակում ենք։ Թղթի վրա գրեցինք։ Հետո վերցրեցինք այն մեր 5 օրվա գործը ու conclusion-ները ու ռիսկերը, որը մենք վերջում գրել էինք, ու այս երկու ռիսկը, որի պատճառով մենք փակեցինք 6 ամիս հետո, նույնն էր, ինչ որ մենք հասկացել էինք 5 օրից հետո։ Պատկերացնում ես, մենք դա գիտեինք, բայց մենք դա արեցինք։ Հա, այս մեծ ֆեյլը կես տարի կորցրած կյանքից։ Փողը մողը չեմ ասում, օքեյ։ Ինչու ես կարամ ասեմ ինչու մենք ես ու Արմենը սա արեցինք։ Ես ու Արմենը շատ շուտվանից իրար ճանաչելով, լավ ընկերներ լինելով, շատ էինք ուզում իրար հետ աշխատենք։ Ախր շատ էինք ուզում իրար հետ մի բան սարքենք, հասկանում ես, ու ոնց որ եկել էինք մտքի, որի customer-ներից մեկը Արմենի ընկերությունը պետք է լիներ, ու գիտեինք, որ դա պետք է, ու սկսեցինք սարքել, ու վերջի արգումենտը ոնց մենք մեզ խաբեցինք 5-րդ օրից հետո, գիտես ինչն էր։ Ինչը։ Դե եթե ոչ մեկ չօգտագործի, Արմենի ընկերությունը կօգտագործի, գոնե տենց մեզ product կմնա։ Շատ լավ ռացիոնալ, sense փափուկ պատրաստած, մասաժարած միտք է, որ մենակ ուրեմն գոնե sense մեկը կաշխատի։ Ու դրեցինք մենք մեզ խաբեցինք ու մի քանի ամիս հետո հասկացանք, որ մենք ամեն ինչ գիտեինք,
ուրեմն որ այս ծխալը չանել։ Այդ failure-ից մեկ, որ ասենք մի կես տարի մենք ուղղակի կորցրել ենք։ Հետաքրքիր էր։ Իսկ նոր բանը ստարտափը որ սկսել եք, դա ինչի մասին է։ Սուպեր հետաքրքիր թեմա է, էլի healthcare-ը մեջ է։ Ինձ թվում է Արմենը կենսագրության մեջ ինձ թվում է տենց մի հատ տերմին նոր կավելանը քնիկամ, չգիտեմ, արտնացնող բան ունենք, չէ՞, Morpheus ունենք, քնի Աստվածը, հիմա կարելի է նոր ինչ որ անուն հորինել։ Լսի, ես մինչև Արմենի հետ այս պրոյեկտը սկսելը, Sleep Doctor-ը սկսելը չէի մտածում healthcare, որովհետև healthcare-ը դանդաղ է, regulation-ը շատ դժվար է, compliance-ը եւ այլն, բայց այն էֆեկտը, որը բերում ես անգամ մեծ է ու նպատակները purpose-ը անգամ լավն է, որ նույնիսկ մոտիվացիայի խնդիր պետք չէ, ասենք թիմը, երբ որ տեսնում է, որ ինչ որ մարդկանց կյանքը փոխվում է դեպի լավը, հենց առողջությունը, մոտիվացիան 1000 է։ Իսկապես հետաքրքիր թեմա է։ Հետո կուտակած գիտելիք էլ ունեք, այդ հաստատ շատ կօգնի նույն ոլորտում նոր բան սկսելու համար։ Հա, ու հենց այդ հետաքրքիր նկատառում էր, որտեվ հենց տենց սկսեց Medpair-ը։ Medpair-ը ինչ է, software-ը բժիշկների համար, որ թույլ է տալիս հարցաշարեր կամ պրեկոնսուլտացիա անցկացնել մինչև բժշկին տեսնելը։ Այս մի քանի տարի Եվրոպայում աշխատելուց մենք հասկացանք, որ ամենամեծ խնդիրը եվրոպական healthcare-ի մեջ բժիշկների ժամանակի սղությունն է, ժամանակ չունեն։ Ու waiting time-երը, որ պացիենտը սպասում է բժշկի հետ appointment-ին, շատ երկար է։ Ես այս 3 բժշկի հետ էի խոսում, որի մոտ հիմա եթե ուզես գրվես 13 ամիս հետո կարաս գրվես։ Պատկերացնում ես, այդ հələ պետք է առաջ անգամ իրան տեսնես, որ ինքը ախտորոշում ան եւ այլն, դու ու այդ անհնար ուրեմն խնդիրներ է ստեղծում։ Շատ մեծ ծավալի խնդրեմ է, ու մենք հասկացանք, որ դրա լուծումը կարելի է տալ շատ ուղիղ այդ խնդրին հարցակվելով ու ասելով, որ եթե կոնսուլտացիայի ժամանակի 30-40% անցնում է անամնեզը հավաքելու, այսինքն հարցեր տալու ու գրանցելու սոֆտի մեջ, ինչու մենք չվերցնենք նախորդ այդ հարցերը տանք պացիենտին ու այդ պատասխանները իրանց սոֆտի մեջ ինտեգրենք, դնենք ուրեմն ճիշտ ամեն մեկը իր ֆիլդի մեջ։ Ու հենց այդ արեցինք։ Կառուցեցինք ինտեգրացիա ամենամեծ բժիշկների սոֆտվերի հետ, կառուցեցինք հարցաշարեր, որոնք լրիվ customized են, ամեն բժիշկը ու ամեն տիպ պացիենտի համար որոշում է ինձ հարցաշարեր տալ ու պատասխանները ուրեմն գրանցվում է։ Ու 92% մարդիկ լրացնում են այդ հարցաշարերը, այսինքն համարյա գրեթե բոլորը գալիս են արդեն պատրաստված, բժիշկը ժամանակը խնայում է ու կարող է այդ ժամանակը օգտագործի կամ իր ադմինիստրատիվ գործերի վրա կամ ավելի շատ պացիենտներ ընդունելու վրա եւ այլն։ Ու այս SaaS product-ը, որտեղ բժիշկներն են վճարում մեզ, 99 եվրո ամսական վճարում են, ու մենք կառուցում ենք այդպես ինտեգրացիաներ։ Շատ լավ լուծում է, թվում է պարզ բան է, չէ՞, բայց փաստորեն այդքան մեծ խնդրեմ է առաջացնում ու ընդհանրապես այդ ինտեգրացիայով մեծ բաներ կարելի է խնայել ժամանակ։ Գիտես, այդ էլ նոր լուծում չի, այն առումով, որ ասենք Ամերիկայում կամ կլինիկաներում, հոսպիտալներում կան բժշկույրեր։ Բժշկույրը նախապատրաստում է պացիենտին, ասենք ճնշում է հավաքում, ինչ որ արյուն է հավաքում, ինչ որ առաջի process-ներն անում, ինչ որ ինստրուկտաժ անում, ու դրանից հետո դու գալիս ես բժշկի մոտ, հա։ Կա ֆիզիկապես այդ process-ը, կարելի է դա թվայնացնել, իսկ մենք դա համ թվայնացնում ենք, համ անում ենք նախորոք, ու համ էլ հիմա անում ենք, որ համ մինչև բժիշկն ենք աշխատում պացիենտի հետ, համ բժշկից հետո ենք աշխատում պացիենտի հետ։ Այսինքն մենք ուզում ենք դառնանք, կարելի ասել operational system բժշկի համար, որը վերցնում է իր բոլոր համակարգերը, software-ը, billing-ները եւ այլն, իրար հետ է կապում, որպես ինտեգրատոր, ու թույլ է տալիս կոմունիկացիա անել հիմնականում պացիենտների հետ, բայց կարող լինի նաեւ ուրիշ բժիշկների հետ։ Իսկ էլի միայն Ֆրանսիայում է, թե հիմա շուկան ավելի Այս նոր ենք, այս տարի ենք սկսել, ուրեմն սկսել ենք Ֆրանսիայից, բայց սա շատ ավելի միջազգային ոնց որ բան ունի, որովհետև
կախված չի տեղի օրենքների հետ եւ այլն։ Կախված է ինչ ինտեգրացիաներ մենք կսարքենք։ Մեխանիզմը նույնն է, շատ հանգիստ կարելի է, խնդիրն էլ ամբողջ աշխարհում կա։ Այո։ Հայաստանին էլ շատ օգտակար կլինի։ Ստեղ նաև մի հատ էլ հետաքրքիր բան կա, որ ասենք Հայաստանում համակարգը եվրոպական Գերմանիայում, Ֆրանսիայում հիմնական համակարգը այնպես է, որ կան ուրեմն հիվանդանոցներ կամ կլինիկաներ ու կան individual բժիշկներ, իրանք կոչվում են liberal doctors։ Այդ liberal doctor-ը կարելի ասել բժիշկ ածե է։ Բժիշկների կեսը այդպես ածե են։ Իրանք գրանցում են ու վերցնում են sense փողոցից դուռ ունեցող օֆիս, ոնց որ մեր ատամնաբուժանը մոտավորապես, բայց ավելի փոքր չափսի, կարող լինի մի քանի բժշկանոց, կարող լինի մի հոգի, մի կաբինետ։ Գրանցում է, ուրեմն դնում է, որ բժիշկ նևրոլոգ Թաթուլաջյանը ստեղ է աշխատում։ Ու մարդիկ գրանցում են, գալիս են, մտնում են, ու կա այս մի հոգի մարդը ու պացիենտները, ու պացիենտը գալիս է, դու իր մասին ոչ բան չգիտես։ Ու Ֆրանսիայի, Գերմանիայի բժիշկների կեսը այդպես են աշխատում։ Հա, հասկացա, շուկայի տեսանկյունից այնտեղ շատ են փաստորեն։ Այո։ Ամերիկայում կա կլինիկա, որտեղ կա front desk, կա ուրեմն billing office, կա medical assistant, ու իրանք այդ բոլորը փորձում են բժիշկի ժամանակը խնայեն։ Իսկ Եվրոպայում այդպես չի։ Այսինքն կլինիկաներում, հոսպիտալներում կարող է այդպես է, էլի օպտիմիզացված չի աշխատում, այնտեղ էլ գործ ունեն կանելու։ Բայց լիբերալները, որը 50,000 են, իրանց դեպքում ոչ մեկ իրանց չի օգնում։ Իրանք մենակ են ու իրանց պետքա լավ համակարգեր սարքել թվային, որոնք կարան process անեն, նախապատրաստական այս process անեն։ Հասկացա։ Իրանք առաջնային շահառուներն են, էլի, այսպես ասած։ Այո։ Ու հիմա ունենք մոտավորապես մի 20 բժիշկ, որ օգտագործում է, մի 150 բժիշկ, որ հիմա process-ի մեջ է կպնելու, այս վերջից գնացել են կոնգրեսի ու շատ մեծ հետաքրքրություն ունեինք, հերթային կանանց բժիշկները չենք հասցնում, Արմենի հետ չենք հասցնում ուղղակի բոլորին պատասխանել։ Հա, էս էլ Արմենի հետ։ Ինչ լավ է, որ ստացվեց։ Այո։ Նու ընդհանուր ես տենց հատկություն ունեմ, ես սիրում եմ, ուզում եմ աշխատել այն մարդկանց հետ, ում շատ վստահում եմ ու սիրում եմ, ուրեմն ախպերս է, այն մյուս ձեռք բերած ախպերս է։ Երկուսն էլ շատ հարազատ մարդիկ են, հետո որտեղ advisor եմ ստարտափներում հաճախ այդ իմ մոտիկ ընկերներն են, ոնց որ ես այն մարդկանցից չեմ կարող առանձնացնեմ, գիտես պրոֆեսիոնալ կյանքից ոնց որ դա իմ կյանքը ու այս ստարտափների կառուցելն էլ ոնց որ իմ կյանքի մաս է, դրա համար սիրում եմ այդ ժամանակը ծախսես մարդկանց հետ։ Հա, ոնց որ մենք միասին լինենք, գիտես որ գնում էին ասենք ամերիկան հայտնաբերելու կամ շատ վտանգավոր ինչ որ նավով ճամփորդություն, ուզում ես քո կողք կլինեն այն մարդիկ, ում հետ ոնց որ կարաս մինչև վերջ գնաս էլ է։ Ու ես այդպես եմ սիրում։ Ու հիմա ես իմ ստարտափներն եմ սկսել, որտեղ հրաչի ինձ օգնում է որպես advisor եմ խորհուրդներով, ու մաս ունի ես հրաչի ստարտափներն եմ օգնում այնտեղ ուրեմն ինչ որ բաժնում ու փորձում ենք մենք sense իրար հետ կապված շարունակենք, չնայած տարբեր կամպանիաներ ենք հիմա ստեղծել, բացի այն կամպանիան, որ հրաչի հետ միասին ունենք, արդեն առանձին ընկերություններ ենք ստեղծել։ Ընտիր։ Գանք մի քիչ նաև քո արմատներին։ Ես գիտեմ, որ քո ազգանունը կապվում է Դարոն Աճեմօղլու ու Վարդան Աճեմյանի հետ։ Դարոն Աճեմօղլուն, ովքեր չգիտեն, տնտեսագետ է, ամերիկացի հայկական ծագմամբ, Նոբելյան մրցանակակիր, նաև եթե չեմ սխալվում, 100 լավագույն ինտելեկտուալ մարդկանց ցանկում էր հայտնվել, իսկ Վարդան Աճեմյանն էլ թե Գյումրու պետական թատրոնի հիմնադիրներից մեկն է։ Եկա պատմես ոնց եք կապված իրար։ Հա, գիտես Նոբելյան մրցանակակիր հայ երկու հոգի կան, մեկը Տարոնն է։ Հա, միասին են, չէ՞, բանն էլ կիսում է։ Չեն կիսում, չէ։ Հա, երկու հայ, օքեյ։ Երկու հայ, ուղղակի, մեկը Տարոն Աճեմօղլուն է, որ էկոնոմիստ է, ու տնտեսագետ, իսկ երկրորդը Արտյոմ Պատապուտյանն է, որը բիոլոգիայի մեջ է, ինքը ուրեմն հայտնաբերում արել ու Տարոնից հետո ինքն է ստացել Նոբելյան անցած տարի երևի։ Այս
Պատապուտյանի մոր ազգանունն էլ Աջեմօղլու։ Պատկերացնում ես ոնց էր երկու հայ, որ Նոբելյան են ստացել, մեկը մի հոր կողմից է Աջեմօղլու, մեկը։ Այս Աջեմօղլու ազգանունը այս հետաքրքիր պատմություն ունի։ Ես որ Սպիտակում Աջեմյանները մենակ մենք ենք, ոնց էր պապին հարցնում էի Աջեմյանը ինչ է նշանակում, ինքը չգիտեր, ասում էր պապս դարբին ա եղել։ Այդքանը գիտենք։ Ու մի անգամ գնացի Նյու Յորք ու հայտնվեցի մի հատ հայ ընտանիքում, շատ իմ սիրելի ընկեր Թալիա Ջեբեջյանի ընտանիքում, ու իր մաման ինձ հարցեց անունդ ինչ է, ասում եմ Թաթուլ, ու ինքն է դե արևմտահայերը Թաթուլ անուն չունեն համարյա։ Մի քանի անգամ հարցրեց, որ հասկանա ինչ ոնց անունս, ասում եմ ազգանունդ, ասում եմ Աջամյան, ասում եմ օ Աջամյան։ Ես ասում դուք ճանաչում եք իմ ազգանունը, ասում եմ հա։ Հայաստանում ես կրկնում եմ ազգանունս, որ ճիշտ գրեն, որտեվ Աջեմյան, Աջամյան ոնց էր ու ծանոթ են ազգանուն չի։ Ու ինքը ինձ պատմեց պատմությունը 1604 թվականում Շահ Աբբասը Օսմանյան թուրքերի հետ կռվելուց ուրեմն կոչվում էր վառած հողի տակտիկա, այսինքն պետք է ձեր մեջ ինչ որ հող 100 կիլոմետր, 300 կիլոմետր պետք է վառեիք, այնտեղ գյուղ-մող չլիներ, որ մյուս անգամ հարձակվելուց զորքը դժվարություններ ունենա, չկարողանա հասնել ձեզ, արդեն հոգնած, ջարդված հասնել ձեզ, հա։ Ու այդտեղ էլ Արարատյան դաշտավայրը ու նաև Ղարաբաղի մի մասը, այսինքն դաշտերը, հարավային մասերը, բոլոր հայերին հավաքել են, տարել են Պարսկաստան, իսկ այս գյուղերը վառել են։ Մի ընտանիք բերել են Իսֆահան ու Իսֆահանը եղել է ինչ-որ գյուղ, որում ոչ բան չկա, իսկ իրանք սովորեին ուրեմն լավ կյանքի ու մի ընտանիք որոշում է, որ ինքը փախնելու է, հավաքվում փախնում են, բայց զորքը բռնում է իրանց։ Շահին ասում են հայրեն փորձում են փախնեն, ուրեմն ինչ անենք, մորթենք, ջարդենք, ասում է չէ, աշխատավոր մարդ են, եկեք իրանց պատժենք, ուղարկենք Աջամ, որը Պարսկաստանի մինչև հիմա կա, գիտես Google Maps-ով որ բացես այդ գյուղը կա։ Ուղարկենք Աջամ, իսկ ազգանը թուրքեն ձևով դնենք Աջամօղլու։ Իսկ Աջամը գիտես ինչ է նշանակում։ Նշանակում է ոչ մահմեդական, որը սինոնիմ է անգրագետ։ Եթե մարդը մահմեդական չի, ուրեմն գրագետ չի։ Հա, Աջամ նշանակում են այն մարդիկ, որ ոչ մահմեդական են։ Ու դրել է Աջամօղլու, որը թուրքերեն Աչեմա դարել, ոնց որ Աջամ, Օղլինել։ Օղլինել, Օղլու։ Հետո տեսանք ոչ մահմեդական, ոչ կրթվածները ինչ են անում։ Այո, ու իրանք ազգանունը դարել է շատ հայտնի, իրանք գորգերի մեծ բիզնես են եղել, մեծ ընտանիք ա եղել եւ այլն, ու տարածվել են դե հիմնականում արևմտյան Հայաստանում, Վանում, ինչքան հասկանում եմ շատ են եղել, ու մի մասը մնացել է Աջեմօղլու, տարոնի պես, մի մասը դարել է Աչեմյան, Վարդանի պես, մի մասը դարել է Աջամյան, ուրեմն մեր պես։ Իսկ առիթ ունեցել եք իրար հանդիպելու երբևէ։ Չէ, երբեք չեմ հանդիպել։ Բայց ես եմ տնտեսագետ, հա։ Մի ընտանիքից եք սերում։ Հա։ Շատ հետաքրքիր է։ Հիմա MIT-ում է տարոնը, պրոֆեսոր է MIT-ում։ Ինձ թվում է դեռ կհասցնեք։ Հույսով եմ։ Ես իր ինտերվյուները շատ եմ նայել, ինքը շատ հետաքրքիր խելացի մարդ է, ու իրանց գիտես առաջ տնտեսական տարբեր թեորիաներ կար։ Ուրեմն ասում էին երկրները հարստանում են, որովհետև ճիշտ տեղ են գտնվում։ Ասենք ծովին մոտ են կամ չգիտեմ, կամ հարևանները լավ են։ Բան, գեոգրաֆիչեսկի պրինցիպ, կարա ուրեմն կուլտուրնի պրինցիպ, մշակութային, պրոտեստանտները ավելի հարուստ են, քան թե կաթողիկները, նրանք ավելի հարուստ են, քան թե օրթոդոքսները, նրանք ավելի հարուստ են, քան թե մահմեդականները եւ այլն այդպես։ Ու կարծեմ 4 հատ թե 5 հատ տեսություն, իսկ տարոնը ու իր այդ երկու գործընկերը իրանք կառուցել են մոդելներ, որտեղ մաթեմատիկական ձևերով կարողացել են ապացուցեն, որ այս 4-ն էլ չի աշխատում, թե 5-ը չեմ հիշում, չի աշխատում, իսկ աշխատում է մի հատ ուրիշ նորը, որը եթե շատ
հասարակ ձևով փորձենք բարձրացնել, նաև որ եթե դու տալիս ես երկար տարիներ տալիս ես ուրեմն հավասար equal access to economy and policy, հա, հավասար հնարավորություններ տնտեսության ու բանին, քաղաքականությանը, հա։ Այո, ներկայացումը եթե ուզում ես ունենալ ուրեմն այնտեղ հավասար ուրեմն օրենքներով է այդ կառավարվում ու զարգացած ինստիտուտներ, եթե այս 20 տարի, 50 տարի կարում ես պահես, դառնում ես զարգացած երկիր։ Շատ հասարակ ձևով էս է իրանց թեորիան ու իրանք կարողացել են մաթեմատիկական ձևով գիտական ապացույցանել ու դրա համար Նոբելյան ստացել։ Նոբելյանը, հա, դրա համար էր։ Իսկ քանի որ ասացիր տնտեսագետ ես, տնտեսական զարգացման հետ կապված մենք Գյումրու ճանապարհին հետաքրքիր զրույց ունեցանք Սաուդյան Արաբիայի օրինակներ բերում, թե ինչպես կարելի է կանանց ռեսուրսը եւս ներգրավել, ինչը շատ երկրներում դեռևս անտեսված է, մեր հասարակության մեջ էլ չէ, շատ հաճախ հանդիպում ենք ընտանիքում հիմնականում ավելի միջին խավի դեպքում երևի թե հայրն է աշխատում կամ եւ այլն, մայրը ավելի տնային գործերով է զբաղված, այ կուզեմ մի քիչ այդ օրինակներ բերես հենց Սաուդյան Արաբիայի եւ ասես մեր դեպքում ինչ արդյունավետ մեթոդներ կարող են լինել մեր տնտեսական զարգացման դեպքում, հատկապես որ փոքր պետություն ենք, ավելի քիչ ռեսուրս ունենք եւ ամեն մարդը հաշիվ է։ Հա, դե կանանց մասով նախ եւ առաջ ես կարելի ասել ֆեմինիստ եմ, քանի որ երկու աղջիկ ունեմ, ես շատ մտածում եմ ուրեմն աղջիկների դերի մասին, հա, մեր հասարակությունում ինձ թվում է շատ կարևոր դեր ունեն ու միշտ ունեցել են ու պատմության մեջ, հայկական պատմության մեջ մեծ դեր են կատարել։ Մենք շատ ավելի առաջ ենք Սաուդյան Արաբիայից այդ առումով։ Կարող եմ ես թվա, որ ասենք ինչ որ չափով մեր գյուղերում հին մշակույթ է, բայց այդ շատ առաջ ենք։ Բայց Սաուդյան Արաբիան հետաքրքիր է ինչ առումով, որ կա ուրեմն մի թագավորություն, որտեղ ունեն լիքը նավթ ու մտածում են տեսլական ոնց անեն, որ 30 թվին, այդ մի 20 տարի առաջ ա եղել, որ 2030 թվին արդեն նավթից կախված չլինեն։ Okay, հետաքրքիր տնտեսական ուրեմն հարց է ու ունի պատասխան։ Դրա վրա աշխատում է McKinsey-ն ու տալիս է report, չգիտեմ 300 էջանոց report, որը իդեպ կա on-line կարելի է գտնել։ Այնտեղ իրանք շատ տարբեր գործիքներ են ասում, գիտությունը զարգացնել, զարգացնել ու մի հատ cherry on top ոնց էր վերջում։ Ասում են ձեր էկոնոմիկայի 50%-ը էկոնոմիկայի մեջ չի մասնակցում, այդ կանայք են, որտեղ Սաուդյան Արաբիայում կինը կարա տնից դուրս գա միայն երբ որ հսկողության տակ է, ու հսկող մարդ կարա լինի տղամարդ իհարկե, որը 5 տարեկանից ավել տղա է, ասենք իր տղեն կարա լինի, որ 5 տարեկանից ավել է, այդ դեպքում ինքը իրավունք ունի դուրս գալ, կամ ամուսինը կամ հայրը, okay։ Ու McKinsey-ն ասում է դուք կարաք այս ամեն ինչ անեք, մեկ էլ մի հատ էլ sense elephant in the room, որ կարաք այս կանաց տակ իրանք էկոնոմիկայի մեջ մասնակցեն։ Գնան շուկա, գնան խանութ, գնան աշխատավայր, վարեն մեքենա եւ այլն։ Ու իրանք ոնց որ հեղափոխություն են կատարել վերևից, այդ իրանց Crown Prince-ը կատարել է հեղափոխություն շատ դժվար ձևերով իդեպ ու մի քիչ դաժան ձևերով իր ընտանիքին, որ այդ մի ընտանիք է, էլի Սաուդյան ոնց որ Սաուդից եկող ընտանիքն է, ընտանիքին ձերբակալել է բոլոր ընտանիքին, մի հատ հավաքել է, ասել է մի հատ պետք է հավաքվենք մի բան կա որոշելու, հավաքել է իրանց մի հատ հյուրանոցում, որը 7 աստղանի հյուրանոց է, ու մի քանի ամիս պահել է այնտեղ, մինչև որ չեն համաձայնվի իր պլանի հետ, որ պետք է ուրեմն էս անել ու պունկտերից մեկը կանաց ազատելն է, էլի որ ոնց որ քայլ առ քայլ իհարկե կամաց, բայց ազատելն է։ Այդ առումով մենք շատ առաջ ենք, եթե մենք նայենք մեր ՏՏ ոլորտում, եւ մենք աշխարհի եթե առաջ տեղը չենք, top 3-ի մեջ են գտնում, ինչքան աղջիկներ են անում տեխնիկական, այո, տեխնիկական մեր ՏՏ ոլորտում աղջիկները կարծեմ 42%-ն են,
ու իրանց մեծամասնությունը հենց տեխնիկական, հենց software engineering-ը անում կամ hardware engineering-ը անում, ու այդ առումով մենք աշխարհում ամենաթոփերից մեկն ենք։ Եթե ամենաթոփը չենք։ Գիտեի մենք հիմնականում HR-ի ինչ որ այդ ուղղության մեջ ենք, բայց ամբողջ աշխարհում տենց է։ Ընտի։ Իսկ ստեղ տենց չի։ Ու այդ ինձ թվում է շատ ցույց է տալիս մեր պոտենցիալը ու ինչ մենք կարող անենք, եթե մենք այդ տեղում կարող ենք անենք, ուրեմն մնացած տեղերում պետք է կարողանանք անենք։ Երբ որ մեր հիմա արդեն կան ինչ որ նախարարներ կանայք ու հետաքրքիր է որ ուժայինների ուրեմն նախարարներն են, չէ՞ կանայք, այդ շատ հավես է, ինձ թվում է որ մենք բոլոր ոլորտներում տեղ ունենք այդ սխալները շտկելու, որտեվ ՏՏ-ն մեր ամենահզոր ոլորտներից մեկն է, շատ մեծ պոտենցիալ ունեցող ու աղջիկները մեծ դեր են կատարում։ Միֆ է, էլի փաստորեն, որ տեխնիկական բաներով հիմնականում ինտելեկտի առումով ավելի տղամարդիկ հագեցված են, փաստորեն տեխնիկական մասով բավականին մեծ տոկոս ունենք ու Հա, չէ, դա խնդիր չկա։ Իդեպ, եթե մենք խոսում ենք ուրեմն մաթեմի մասին ամբողջ աշխարհում, ինչքան ես հասկանում եմ, նախ եւ առաջ բարձրագույն կրթություն կանայք ավելի շատ են արդեն ստանում։ Եթե Ամերիկայում մենք հիմա նայենք, գեփը առաջ գեփ կար, ուրեմն տղամարդիկ ավելի շատ էին ստանում բարձրագույն կրթություն կան կանայք, չէ՞։ Ու ինչ որ գեփ էր, ասենք, չգիտեմ, 15%։ Հիմա գեփը ավելի շատ է ու հակառակ ուղղությամբ է։ Աղջիկները ավելի շատ են կրթություն ստանում եւ այլն, ու էդ էլ է մեծ խնդրեմ է դա։ Այդ հիմա դարել է մեծ խնդրեմ զարգացած աշխարհում ու Ամերիկայում դրա մասին հետազոտություններ կա։ Այսինքն կասկած չկա, որ մենք կարանք տարբեր ուրեմն ոլորտներում տաղաններ ունենանք ու ուղղակի եւի մշակույթի ազդեցության այդ ոնց որ տվյալ կախված որ երկրում ես ինչ արժեքներ ես գրում, դրանք քեզ կամ բացում են կամ փակում։ Բայց առհասարակ բոլոր երկրներում էլ մի հատ քեզ պատմեմ ծիծաղալու, երբ որ ասենք ուրիշ երկրում ես ու գնում ես ասենք թե Python-ի մասին կամ ինչ որ software-ի engineering-ի մասին կոնֆերանս, նստած են մարդիկ խոսում են ու զալում նստած են մարդիկ խոսում են։ Մեկ էլ միկրոֆոնը զալից հարցեր են տալիս, մեկը միկրոֆոնը վերցնում ու կնոջ ձայնը, աղջկա ձայնը, որ հարց է տալիս ուրեմն պանելիստներին, ամբողջ զալը sense պատտվեց, սկսեց նայել, որովհետեւ անսովոր էր։ Եվ ոնց որ մի ժամ մենակ տղամարդանց ձայնն է լսել, մեկ էլ մի հատ աղջիկ ինչ որ հարց է տալիս Python-ի մասին, ու սա sense պատտվեցինք նայեցինք, էլի։ Այդ era ասում մի 10 տարի առաջ երևի։ Ու հետո ես գալիս եմ Հայաստան ու բոլոր միջոցառումներում տեսնում եմ, օքեյ, տղեկ ավելի շատ են, բայց կանայք ընդհանրեն որ չի թվում որ քիչ են հասկանում, չի թվում որ այդ ինչ ուրեմն անսովոր բան էր։ Երբ որ մենք YC-ում ենք, գիտելիքով կան էլի, ոչ միայն այդ պատկերը արտաքին փոխվի, այլ չէ, գիտելիքներով աղջիկները ավելի ուժեղ են ստացվել ու այդ հետևանքա մեր այս սոված ու ծարավ տարիների հետևանքն է, որովհետև օքեյ, կարող է իմ վերլուծությունն է, կարող է սխալ է, դրա մասին հետազոտություններ չգիտեմ, բայց 90-ականներում լիքը տղամարդ գնացել է աշխատելու, աղջիկները մնացել են։ Ու սկսել են տարբեր բաներ անել։ Այո։ Երկրորդը, երբ որ նորմալ գործ չկար, տղեկը փորձում են ավելի շուտ դուրս գան շուկա, ընտանիքը պահեն, ինչ որ առևտուր անեն, ինչ որ տաքսի քշեն, ինչ որ մի բան անեն, իսկ աղջիկներին ստիպում էին սովորել։ Ու իրանք պարտաճանած սովորել են։ Ու հետո տարիներ անցել է, ու պարզվել է, որ ՏՏ-ն զարգանում ու պետք են մարդիկ, որ պետք է գան քննություններ հանձնեն, որ գործի ընդունվեն, ու երբ որ գալիս էին տղեկը, որ ինստիտուտի ժամանակ փորձել են կողքից աշխատել, տաքսի քշել կամ ինչ որ բան անել, ու աղջիկներ, որ նստել են, սովորել են ու մաթեմը գիտեն կամ ինչ որ ուրիշ գիտությունները գիտեն, ու պարզվել որ աղջիկները ուղղակի ավելի լավ են անցնում քննությունները ու անցել են ու հիմա մեծ տոկոսով, ուրեմն դա հետևանքա լուրջ խնդիր է, որովհետև հենց մեր հասարակությունում տղամարդու վրա է, հա, այդ բերը դրած ֆինանսի բանի ու դրա արդյունքում փաստորեն ինքը լիքը ժամանակ զոհում է սովորելու փոխարեն։ Այո, ու այդ համաշխարհային է խնդիրը։ Մի օրինակ բերեմ, որը մենք ուրեմն հրաչետ YC-ում էինք 16 թվականին, միակ տեղն աշխարհում եղել,
որտեղ տղամարդկանց զուգարանին հերթ էր կայնած, աղջիկների զուգարանը ազատ էր։ Գիտես միշտ հակառակն է լինում, չէ՞, գնում ես ասենք, եթե համերգի ժամանակ իջնում ես, աղջիկները երկար հերթ է, իսկ տղեկի մոտ ազատ է։ Վայսին միակ տեղն է եղել կյանքում, որ ես տեսել եմ, որտեղ տղեկի զուգարանին հերթեր, աղջիկներ համարյա չկային։ Ուզեմ ասեմ, այդ խնդիրը մենակ մեր մոտ չի, ու իրական մեր մոտ չկա, համարյա չկա, ՏՏ-ում։ Իսկ մնացած տեղեր կա, ու այդ աղջիկները որ ՏՏ-ում են, նես չի որ յուրահատուկ, մենք ամեն տեղ էլ ունենք այդ պոտենցիալը։ Դու նաև հայր ես, Այո։ երկու աղջիկների, ինչ ընտանեկան հետաքրքիր սովորություններ ունեք, որ միասին եք ձևավորել։ Ես հասցրել եմ դրանցից մեկը տեսնեմ էլի Գյումրու ճանապարհին, որ միասին ընթերցում եք գիրք, քննարկում եք, ինչը շատ հետաքրքիր էր։ Թաթուլը ընտանիքում որպես հայր ինչպիսին է եւ ինչ հետաքրքիր սովորություններ ունեք։ Ինչպիսին է այդ իրանք կասեն, բայց ինչ սովորություններ ունենք, մենք մի քանի հետաքրքիր բաներ անում ենք, ինձ թվում է հետաքրքիր է։ Ուրեմն մեկը կոչվում է ժամո։ Մենք ժամոներ ենք անում աղջիկների հետ, ու ժամոն ունի երկու օրենք։ Փորձում եմ ամեն մեկի հետ, ուրեմն գոնե երամսյակը մի անգամ անել։ Ժամոն ունի երկու օրենք։ Առաջինը որ մենք երկուսով ենք, ես ու Տաթևը կամ ես ու Մերին կամ ես ու Էմիլիան կինս։ Ու երկրորդը որ իրանք են որոշելու ինչ են անելու։ Ես կարամ առաջարկեմ, բայց իրանք են որոշում ինչ են անում։ Կամ իրանք են առաջարկում, կամ սովորաբար իրանք չգիտեն, ես առաջարկներ եմ անում, տենց իրանք ընտրում են ինչ անեն, տենց ցուցակ ունենք, ես վերջերս ասեց գնանք տանգո ապարենք։ Գնացինք աղջիկաս հետ տանգո ապարելու, այո, շատ հավես անցավ, ես Այսինքն կա առաջարկ, որ օրինակ կարողա չհամաձայնվես, թե եթե առաջարկել են սովորաբար չես մերժում։ Ես չէի ուզում տանգո, տանգոյի գնամ։ Էմիլիայի հետ գնացինք տանգո ապարելու, տենց 12 տարի ինձ համոզեց, որ գնայինք, աղջիկս հենց ասեց, մյուս օրը գնացինք, այսինքն փորձում եմ նենց անեմ, որ այդ իմ դրած օրը, եթե ես օրենքը ստեղծել եմ, ուրեմն պետք է իրան հարգեմ, Տարոն Աջեմօղլոյի ինստիտուցիոնալ ոնց որ վերաբերմունք է դրան, էլի։ Չէ, փորձում եմ ոչ մի բանին էլ ոչ չասել։ Երամսյակային ժամաններն են, ընտանեկան օքեարներ են, հա, կարելի ասել, ամեն երամսյակը մեկ հաշվետվություն եք տալիս, էլ ինչ ունեք տենց հետաքրքիր բաներ։ Ինչ ունենք, դե գիրքը գիտես, մեծ աղջիկս գիրք շատ է սիրում կարդալ, ուրեմն հիմա էլ քեզանից ոգեշնչվել է գիրքը ուզում գրի, սկսել է ինչ-որ բաներ գրել, հա։ Այն մի քանի տողը որ գրեց, դրա շարունակությունը։ Ինքը ուզում է շատ, ուրեմն դեռ քիչ ժամանակ է դրա մեջ դնում։ Հիմա երաժշտություն է գրում, բայց ինձ թվում է որ ինքը դրա պոտենցիալ ունի, ուրեմն փորձում եմ ու միշտ սիրել է գիրք, ոնց որ իր հետ ավելի շատ փորձում եմ գրքեր։ Մերին ավելի ֆիզիկապես աշխուժ ուրեմն աղջիկ է, իր հետ ֆիզիկապես խաղեր ենք ավելի շատ խաղում։ Փորձում եմ այդ ժամանակը, որ գիտես, մի հատ էլ շատ լավ գիրք է, կոչվում է Emotional Intellect of Children, կարծեմ, եթե ճիշտ եմ հիշում անունը, այնտեղ լիքը լավ մտքեր կա, բայց մտքերից մեկը որն է, որ այն աղջիկները, որ մեծ ասում է emotionally present father, ոնց թարգմանենք դա։ Էմոցիոնալ կերպով ներկա հայրեր։ Հա, եթե այն երեխեքը, որ մեծանում են էմոցիոնալ ներկա հայրերի մոտ, իրանք շատ ավելի լավ, շատ ավելի առողջ են։ Ասենք իրանք երբ որ հիվանդանում են, ավելի արագ են լավանում։ Պատկերացնում ես, իմունիտետի վրա է ազդում։ Մենտալ առողջ են, բնական է, հասկանալի է։ Ու այդ լիքը բաներից է գալիս, բայց մի օրինակ, որ իմ դուր շատ է գալիս, շատ է տպավորվեք, դες ինչն է։ Պապաները ու մամաները երեխեք հետ տարբեր ձևով են խաղում։ Պապաների խաղը շատ ավելի ֆիզիկապես է։ Իրանց կարանք դնենք, գցենք օդը, չէ, բռնենք։ Ուրեմն երբ որ դու երեխուն գցում ես օդը բռնում ես, իր մոտ ուրեմն մեծ էմոցիոնալ բան է, չէ։ Հա, իրանք ուրեմն շատ ոգևորվում են։ Ու հետո մի մոմենտ, որ այդ խաղերը խաղում ենք, պետք է հանգստանաս, չէ։ Ու այդ հանգստանալու մեխանիզմը այնա, ինչ որ իրանք սովորում են 0 օրեկանից, երբ որ մենք իրանց հետ տենց
գժոտ խաղեր ենք խաղում, հա։ Ու մամաները տենց ռիսկի չեն դիմում, մամաները շատ ավելի խելացի են, իրենք ստորի հանգիստ խաղեր են խաղում, ավելի ինտելեկտուալ, փափուկ եւ այլն, չէ։ Պապաները ավելի գժական ինչ-որ բաներ են անում, ու այդ գժականից հետո հանգստանալը պատկերացնում, ասենք, բաներից մեկը, արդյունքներից մեկը, այնա, որ իրանք սովորում են շատ բարձր էմոցիայից նորմայի գալ արագ, որովհետեւ գնում ենք հաց ուտելու։ Okay, գնում ենք հաց ուտելու, հանգստացանք, ասենք մենք ունենք մի րոպե, երկու րոպե, որ մի քիչ sense բան լինի, ու հետո հաց ենք ուտելու, չէ։ Այն մարդիկ, որ էս չեն անցնում, ու էս վերականգնելու մեխանիզմը հոգեբանորեն չեն ճանաչում։ Երբ որ իրանց հետ ինչ որ լավ կամ վատ բան է լինում, կապ չունի լավ թե վատ, իրանք էս հետ բերելը նորմային գալը չունեն։ Ոնց որ այդ մկանը զարգացած չի, հասկանում ես, ու իրանց մոտ շատ ավելի դժվար է հաղթահարել ուժեղ էմոցիաները, կամ վատ կամ լավ։ Ու դրա համար ինձ թվում է կարևոր է, որ մենք իրանց կյանքի մեջ ուղակի լինենք, որպես հայր, ու ուղակի մասնակցենք ամենահասարակ ուրեմն ձևերով, կապ չունի ինչ ես անում, պրոստը այն ժամանակը, որ դու իրանց տալիս ես, ինքը ռազմավարական նշանակություն ուներ իրանց Իրոք շատ կարևոր է հենց ներկա լինելը, որովհետև շատ հաճախ մենք ֆիզիկապես մեր ֆուտլյարով ենք այդտեղ լինում, բայց համակարգ չի առաջ գործերով։ Հա, ու ոնց որ մշակույթը միջազգային ու մեր ասած արևմտյան մշակույթը այնցա, որ հայրը աշխատում է, գալիս է տուն, հոգնած ջարդված, ուրեմն չի ուժ չունի արդեն ուրիշ բաների համար, բայց քանի որ այդ է իր դերը, այդ հերիքա ու պետք է պապային թողանք հանգիստ, ու ոնց որ ինքը կա ֆիզիկապես, ինքը կերակրում է ընտանիքը պահում է, բայց այդ հոգե էմոցիոնալ բանում ներկա չի, ու այդ մեծ դեր է կատարում, էլի։ Նույնիսկ անեկդոտներ ունենք շատ տարածված հայրիկների հետ կապված, որ մոռանում են մեր որ դասարան ենք, կարող է ասել մանկապարտեզ ես գնում, բարձի դպրոց ես գնում։ Նենց արագ է փոխվում այդ տարիները, մեկ չես հասցնում։ Հա, բան չէ։ Չնայած ես իմ տարիքն եմ մոռանում, բայց օքեյ։ Ասա 3 փաստ քո մասին, 2-ը ճիշտ, 1-ը սուտ։ Ու պատասխանը կնկարենք հետո, հաղորդումից հետո, կուղարկենք մեզ ամսական բաժանորդագրությամբ միացած մարդկանց, համ էլ այս զրույցի ընթացքում կտեսնենք մեկնաբանություններում որքան են քեզ ճանաչում ու փորձեն գուշակել որներ սուտը։ Okay։ Սուտը պետք է մտածեմ ուրեմն, քանի որ, հա։ Կարող ես հանգիստ մտածել։ Ճիշտերը ավելի հեշտ կլինի, արի սկզբից սուտը մտածեմ։ Բայց հետո տեղերը կփոխես։ Հա, բա ոնց։ Արդեն ասեցիր սկզբից սուտը մտածել։ Okay։ Պասի ճիշտն էլ մտածենք։ Ինչի մասին կարա լինի։ Ցանկացած բան։ Ցանկացած բան։ Okay։ Փաստ քո մասին։ Okay, 3 հատ բան կասեմ, ինչ ես սիրում եմ անել։ Ու թող գուշակեն ինչ եմ սիրում, ինչն է սխալ։ Ես սիրում եմ հեծանիվ քշել ու հեծանիվով գործի գնալ։ Ես սիրում եմ երեկոյան մի բաժակ հայկական կոնյակ խմել։ Ես սիրում եմ ճամփորդել։ Ընտիր։ Թող այս 3-ի մեջ ընտրեն ինչն է սխալ։ Okay։ Թաթուլ շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Կարծում եմ շատերին օգտակար ու հետաքրքիր կլինի։ Քեզ շնորհակալություն, որ լավ գործ ես անում, ոդքասթ ես անում հայերեն։ Իսկ թվում է հայերեն ոդքասթներ շատ պետք է լինի։ Մեր երազանքներից մեկն է Տաթևիկի հետ, որ լիքը ունենք, որ դրա վրա քիչ ենք աշխատում, երեխեքի մասին ինչ որ ոդքասթ անել։ Հա, ես փորձում եմ ոդքասթների ժամանակ միշտ ընտանեկան բանել վերել, հայր լինել, մայր լինելու այդ կոմպոնենտները, բայց հա, կարևոր բան է։ Սուպեր, շատ կարևոր է, որտեղ մեր լավ կոնտենտը քիչ է ու անելը դժվար է, արդյունքը շատ երկար է զգացվում, պատկերացնում եմ ինչքան ուժ պետք է դնես հիմա, որ հետագայում ուրեմն զգացվի,
բայց այդ սուպեր կարևոր աշխատանք է, քեզ շնորհակալություն։ Կարևորը սիրով եմ անում, իրոք մեծ բավականություն ստացա։ Այդ զգացվում է։ Հա։ Ես իդեպ գիրքս եմ վերել մոծկի։ Ճիշտ է, ճիշտ է։ Ես մոռացել էի։ Շնորհակալություն։ Պատրեմ։ Պատրի։ Ահա։ Ուй, Վատեմ։ շատ ուժեղ ես կպցրել։ Սպասի։ Բռնել եմ։ Ուրեմն սա հրապարակված է, թե հրապարակված չէ։ Շնորհանդես չեմ հասցրել դեռ անեմ, գրախանութներում դեռ չկա։ Էքսկլյուզիվ է, այսինքն։ Ահա, սարեցին։ Սուպեր։ Դե բարի ընթերցում։ 4-րդ փաստը ես սիրում եմ կարդալ, բայց դա արդեն հայտնի է, քանի որ մենք ծակվեցինք, ասեցինք, իսկ մնացածը գուշակեք։ Շատ լավ ստացվեց։ Շնորհակալություն։ Շատ հավես էր։ Չգիտեմ հետաքրքիր կլինի մարդկանց թե չէ, բայց ինձ հետաքրքիր էր։ Ինձ առհասարակ ցանկացած բան անելուց, որ կենտրոնանում ես զրույցի վրա մենակ քեզ ես ոնց որ ներգրավում այդտեղ, հետո հաճախ շատերին դուր է գալիս, իսկ երբ որ կենտրոնանում ես թե այդ մարդիկ են քո դիմաց լսում են կհավանեն թե չէ, սկսում ես ֆեյլեր անել։ Ինձ թվում է Ճիշտ է, կենտրոնալ գործի վրա։ Ես մի հատ բան ունեմ, ասում եմ, չգիտեմ այդ ինչ որտեղ կարդացել եմ թե չէ, բայց իմ թիմակիցներ ընկերները ասում են, որ այդ ես եմ հորինել, բայց ես վստահ չեմ, ինձ թվում է ես ինչ որտեղ կարդացել եմ։ Focus is the currency of 21st century։ Այսինքն կենտրոնալը այնքան դժվար է հիմա։ Ամեն ինչ փորձում է քեզ շեղի, ամեն ինչ կողքից փորձում է շեղի քեզ մարդիկ, այս անդեր հեռախոսը իր notification-ներով եւ այլն, ամեն ինչ փորձում է շեղի, ու եթե դու կարողանում ես կենտրոնանաս մի գործի վրա, խորանաս ու այդ լավ անես, այդ շատ կարեւոր է, ու ես փորձում եմ երեխեքին այդ սովորացնեմ, որ ոնց որ կարդալը այնց գործ է, որ դու նստես մի ժամ կամ չգիտեմ ժամ ու կես ուշադիր կենտրոնանաս կարդաս, չէ՞։ Այդ այնա, որը հիմա դժվար է անել։ Շատ ավելի հեշտ է 20 վայրկյան, 5 վայրկյան։ Հատկապես այդ ռիլերի տակ մեծացող սերունդին սարսափելի դժվար է։ 3 վայրկյանը մեկ հոգնում են։ Շատ վատ ազդեցություն ունի։ Հատկապես աղջիկների դեռահաս աղջիկների կյանքի վրա շատ մեծ տարբերություն կա աղջիկների թե տղաների։ Ինչ առումով։ Աղջիկների մեջ mental դժվարությունները ավելի շատ են, social media effect-ը, սուիցիդները շատ են։ Գեղեցկության այդ բաներն են, հա։ Գիտես ինչի հետ է, հետաքրքիր է, ինչի հետ է կապված, ինչքան հասկանում եմ, կապված է նրանով, որ ավելի սոցիալ են աղջիկները, այսինքն շատ են ուշադրություն դարձնում մարդկանց ու հարաբերություններին։ Դրա համար իրանք անդադ ունեն fear of missing out, իրանց անդադ թվում է, որ ուրիշները շատ լավ կյանք են ապրում, իսկ իրանք չէ, ու այդ դրան պրովոկացիա անելը շատ հեշտ է, ուրեմն ու դա իրանց վրա շատ ազդում, որ չձևավորված ուղեղի վրա է լինում, դրա ազդեցությունը շատ վատ է։ Տղաների այդ տեսանկյունից տղաների վրա էլ ազդում, պրոստը աղջիկները էլ ավելի շատ ազդում։ Հետաքրքիր էր։ Հա, հենց Jonathan Haidt-ը, որ բան այդ Cuddling of the American Mind գիրքը որ ասեցի, հենց ինքը կարծեմ թե թոքում էլ է դրա մասին խոսում, բայց ինքը հենց այդ խնդրի մասին մի ինտերվյու ժամանակ խոսում, կամ TED Talk-նա, կամ Big Think-ը, դրանցից մեկում ինքը դրա մասին խոսում։ Գնայեմ։ Այսօր գրքի համար շնորհակալություն։ Անուններ տվեցիր, հետաքրքիր էր։ Հա։ Գնամ, որը ծանոթ չէր, փորփրեմ։ Հա, էս էլ մեր նոր գիրք է։ Բարի ընթերցում։ Շնորհակալություն։